Դեսպանության նպատակներ հրավիրել եսվիտ հայերին պալատ,
կրոնների վերաբերյալ քննարկումներին մասնակցել։ Ակբարի նամակում կային հետևյալ տողերը։ Ուղարկում եմ իմ դեսպանին, Աբդուլլային և Դոմինիկ Պերեսին, հայ քրիստոնյա թարգմանչին խնդրանքով, որ դուք ուղարկեք երկու գիտուն հայրերին և օրենքի գրքերը, մանավանդ ավետարանը, որ ես կարողանամ իմանալ օրենքը և նրա գերազանցությունը։ Եզդիթ հայրերի նամակներից երևում է, որ Դոմինգո Պերեսը Ակբարի սիրելին էր և Ակբարը ներկա է եղել նրա հարսանիքին։ Աբդուլհային մյուս դստեր և հալեպահայ վաճառական Ալեքսանդրի որդուն Ակբարը որդեգրում է և տալիս դաստիարակության իր քրիստոնյա կնոջը, քանի որ նրանից Ակբարը երեխաներ չի ունենում։ Այս տղան, որը Հնդկաստանի պատմության մեջ հայտնի է Միրզա Զուլկարնայն անունով, մեծանում է արքունական պալատում ապագա թագավորներ Ջահանգիրի և Շահ Ջահանի հետ միասին։ Կայսր Ջահանգիրի հիշողություններում, որը կոչվում է Տուզակ-ի Ջահանգիրի, գրված է. Միրզա Զուլկարնայնը հինդի երգերի հոյակապ կոմպոզիտոր էր։ Այս արվեստում նա կատարյալ էր և նրա ստեղծագործությունները հաճախ էին արժանանում իմ ուշադրությանն ու հավանությանը։ Երբ Միրզա Զուլկարնայնը 20 տարեկան էր, մահանում է նրա հայրը և աղահանքերի կառավարչի պաշտոնը անցնում է նրան։ Ջահանգիրը նրան շնորհում է ամերի տիտղոս։ Նրան կոչում են նաև իշխան Միրզա, իսկ եզվիթ հայրերը նրան անվանում էին քրիստոնյաների հայր, Հնդկաստանում քրիստոնեության սյուն, քանի որ նա միշտ ամեն կերպ օգնում էր եզվիթ հայրերին։ Եվ Շահ Ջահանը և Ջահանգիրը շատ էին հավանում Միրզա Զուլկարնայնին իր ընդունակությունների կազմակերպչական ձիրքի համար, սակայն նրանից պարբերաբար բավականին մեծ գումարներ էին գանձում իսլամ չընդունելու համար։ Միրզա Զուլկարնայնը պոետ և երգիչ էր, գրում էր հինդի և պարսկերեն լեզուներով։ Փադիշահ նամայում նշվում է, որ Շահ Ջահանի թագավորության առիթով գրված նրա երգերի համար թագավորը նրան նվիրում է 4000 ռուպի։ Միրզա Զուլկարնայնը Շահ Ջահանի պատվերով գրել է նաև մի պոեմ մայրաքաղաքը Ագրայից Շահ Ջահանաբադ տեղափոխելու առիթով, դա այժմ Դելին է, և եղել է դա 1648 թվականին։ Այդ պոեմում նա գովերգում է միայն Աստծո հզորությունը։ Միրզայի նպատակն էր ցույց տալ թագավորին, որ քաղաքի բարեկեցությունն ու կատարելությունը միայն Աստծո ողորմածությամբ է։ Թագավորը շատ է բարկանում և չի ընդունում պոեմը, քանի որ նա սպասում էր, որ պոեմում իրեն կգովերգեն։ Սակայն որոշ ժամանակ անց նա ընդունում է պոեմը Աստծո անվան փոխարեն իր անունը դնելով։ Պոետ Միրզա Զուլկարնայնը մեծ փառքի ու համբավի է արժանանում։ Նրա լավագույն ստեղծագործությունները տեղ են գտել Ռագմալայում, Հնդկաստանի ամենասիրված ու հայտնի երգերի ընտրանիում։ Հաջորդ հնդկահայ պոետը, որի մասին ցանկանում եմ խոսել, ապրել է Դելիում 17-րդ դարում։ Նրա անունը հաճախ տրվում է Ֆիրդուսիի, Սաադիի, Հաֆեզի և Խայամի կողքին։ Նրա գերեզմանը հին Դելիում գտնվող Ջամա մեջիդի մոտ է, և նույնիսկ այսօր հինդուներն ու մահմեդականները հիշում են նրան, գալիս նրա գերեզմանին այցելության, ծաղիկներ դնելով, մոմեր ու անուշահոտ փայտիկներ վառելով։ Այս հնդկահայ պոետը հայտնի է Սարմատ անունով, արաբերեն նշանակում է հավերժական։ Նա նաև գիտնական էր, փիլիսոփան և սուրբ։ Պատմական փաստեր կան, որ նա ուներ պայծառատեսական ընդունակություններ։ Սարմատը մի հայ վաճառականի բանաստեղծական անունն է։ Նա Հնդկաստան է գալիս Պարսկաստանից և իր առևտուրը սկսում Սինդհում։ Սակայն որոշ ժամանակ անց հնդկական փիլիսոփայության, ինչպես նաև սոֆիզմի ազդեցության տակ թողնում է առևտուրը և ողջ կյանքը նվիրում ճշմարտությունը գտնելու գործին։ Իր պարսկերեն ու արաբերեն քառյակների ու գազելների շնորհիվ նա բավականին հայտնի է դառնում և նրա մոտ են գալիս ուսանելու բազմաթիվ հինդու և մահմեդական աշակերտներ։ Նրանց մեջ է նաև Շահ Ջահանի ավագ որդի Դարաշիկոհը։ Երբ Շահ Ջահանի կրտսեր որդի Աուրանգզեբը դառնում է կայսր, նա սկսում է հարվածել Սարմատին և առիթ էր փնտրում նրան մահապատժի ենթարկելու։ Եվ Աուրանգզեբը վերջապես գտնում է Սարմատին մահապատժի ենթարկելու առիթը հետևյալ քառյակի համար։ Մոլլաներն ասում են Մուհամեդը գնաց դրախտ։ Սարմատն ասում է դրախտն իջավ Մուհամեդի մոտ։ Աուրանգզեբի քարտուղար Ալի Խարազին նկարագրել է, թե ինչպիսի արհամարանքով է Սարմատն ընդունել իր մահվանդատավճիռը։ Մահապատժից առաջ նա արտասանում է մի քանի քառյակ, ահա դրանցից մեկը, որը շատ խոր իմաստ է։ Աղմուկ էր
և մենք բացեցինք մեր աչքերը հավերժական քնից։ Տեսանք, որ չարիքի գիշերը շարունակվում է, և մենք քնեցինք նորից։ Սարմատի 400 քանդակների ձեռագրերը պահվում են Լոնդոնի բրիտանական թանգարանում, իսկ հնդկական Ռամպուր քաղաքի արևելյան գրադարանում կա Սարմատի Լիվանի ձեռագիրը, Սարմատի և իր աշակերտի նկարով։ Եղել են նաև հայ պոետ կանայք, նրանցից մեկը Մարիկա ջանը ապրել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նա ընդունում է մահմեդականություն և սկսում ուրդու լեզվով բանաստեղծություններ երգեր գրել, և բավականին մեծ համբավ է ձեռք բերում։ Մարիկա ջանի դուստր Գոհար ջանը դառնում է հայտնի երգչուհի պարուհի։ Նա ունենում է շատ գեղեցիկ ձայն, երգում է հնդկական 20 լեզուներով դասական գործեր, գազելներ։ Գոհար ջանը Հնդկաստանի առաջին երգչուհին է, որն ունի գրամոֆոնային ձայնասկավառակ։ Պոետների մասին այսքանը։ Այժմ անցնենք վարպետներին և զինվորականներին։ Լինելով խելացի և հմուտ վարպետներ, Ագրայի հայերը հաջողության են հասնում շինարարության և զինագործության արվեստում։ Նրանց մեջ կար Գրիգոր անունով մի հայ, որին կոչում էին մեծ վարպետ կառուցող։ Հնդկահայ Գրան Մեսրոպ Սեթը գտնում է, որ ըստ Գրիգորը մասնակցել է աշխարհի 8-րդ հրաշալիք Թաջ Մահալի և Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործածների կառուցման գործին։ Պատասխանալ է, որ Շահ Ջահանի կինը Մումթազ Մահալը, ում հիշատակին նա կառուցել է Թաջ Մահալի դամբարանը, հայտնի է եղել, սակայն այս փաստը դեռ ճշտման կարիք ունի։ Հայտնի զինվորված է եղել Շահ Նազար խանը։ Նա է զուլել Զամզամա կոչված հայտնի հրանոթը Հնդկաստան արշաված աֆղանացի Ահմադ Շահ Տուրանիի համար։ Զամզամա բառացի նշանակում է հարվածող, նշանակում է նաև Արլիցի մռնչյուն։ Հայտնի գրող Կիպլինգը այն նկարագրում է իր կին պատմվածքում։ Նա, ով գրում է Զամզաման, այդ հրաշունչ վիշապը տիրում է Պենջաբին, քանի որ այդ հզոր կանաչ բրոնզե իրը միշտ Զավթիչի թալանի առաջին տեղում է։ Ահմադ Շահ Տուրանիից հետո այս հայտնի հրանոթին տիրում են սիկխ սարդարները։ Սիկխերի մոտ այն համարվում էր հաջողության կիսման, գերազանցության խորհրդանիշ։ Այն ժամանակ, երբ Շահ Նազար խանը իր տիրոջ համար հրանոթներ էր ձուլում Լահորում, այդ նույն ժամանակ Գորգին խանը զենք էր արտադրում Մոնքիրում։ 18-րդ դարի երկրորդ կեսին Բենգալի ազգային ազատագրական շարժման ժամանակ Գորգին խանի անունը շատ հայտնի էր։ Նա Բենգալի նավապ Միր Քասիմի նախարարն էր և բանակի գլխավոր հրամանատարը։ Անգլիացի պատմական Մարշմանը գրում է, որ Բենգալի նավապ Միր Քասիմը բրիտանացիների նկատմամբ տված իր հաղթանակների համար լիովին պարտական էր Սպահանում ծնված Խոջա Գրիգոր անունով մի հայի, որն ավելի հայտնի է իր արևելականացված անվամբ Գորգին խան։ Նա մինչ այդ Հունգլինում զբաղվում էր հագուստի առևտրով, բայց երբ նրան վստահեցին զինվորականի պաշտոնը, նա իրեն ցուցաբերեց որպես հանճարեղ և հսկայական ռեսուրսների տերմարդ։ 3 տարուց էլ քիչ ժամանակում նա ստեղծեց 15,000-անոց ծերազոր և 25,000-անոց հետևակ խիստ կարգուկանոնով։ Կազմակերպեց հրացանների արտադրություն, որոնք գերազանցում էին բրիտանական մուշկետներին, կազմակերպեց հրանոթների ձուլման գործարան, հրաշեցրեց հրաձիգների ջոկատ, որը մեծ պատիվ կբերեր բրիտանական արևելահնդկական ընկերությանը։ Բացի Գորգին խանից, Միր Քասիմի բանակում կային 8 բարձրաստիճան հայ զինվորականներ։ Նրանցից մեկը, Մարգար Քալանթարը, մինչ այդ ծառայել էր Հոլանդիայում և հասել գեներալի աստիճանի։ Նրան անվանում էին հայ Մարգար։ Իր անձնվեր ու գերազանց ծառայության համար Միր Քասիմը գեներալ Մարգարին շնորհում է իշխանի տիտղոս և այլ թանկարժեք նվերների հետ միասին ուղարկում է նրան մի փիղ։ Մեկ այլ հայ զինվորական Հովհաննես Նազարը Միր Քասիմի անվտանգության զորամասի ղեկավարն էր։ Ընդհանուր առմամբ Գորգին խանի բանակում ծառայում էր մոտ 100 հայ։ Հայ զինվորականների դերը շատ բարձր է գնահատվել հնդիկների կողմից։ Արժանահիշատակ է այն փաստը, որ բրիտանացիների դեմ տարած ամեն հաղթանակից հետո հնդկական դրոշի հետ միասին բարձրացվում էր նաև հայկական դրոշը։ Բրիտանացիներին սկսում է լրջորեն անհանգստացնել Միր Քասիմի աճող իշխանությունը։ Ավելին, Գորգին խանի իշխանության դուրքի շնորհիվ մի շարք հայեր ստանում են քաղաքացիական և զինվորական բարձր պաշտոններ, իսկ հայ վաճառականները հատուկ արտոնություններ։
Բրիտանացիները տեղադրություն են կազմակերպում և սպանել տալիս Գորգին խանին։ Այդ ժամանակ նա 33 տարեկան էր և ընդամենը 3 տարվա ընթացքում 1760-63 թվականները իր զինվորական հանճարի շնորհիվ Միր-Քասիմի համար նա կարողանում է գրավել Բենգալ, Բիհար և Օրիսա հսկայական տարածքները։ Հայտնի զինվորական է եղել նաև Գվալիորի իշխանի զորքերի հրամանատար գնդապետ Հակոբը, որը ծառայել է 70 տարի և մահացել 95 տարեկան հասակում։ Նա այնքան հարգված և սիրված մարդ է եղել, որ ողջ քաղաքն էր սգում նրա մահը։ Գվալիորի ամրոցի հրանոթները 95 համազարկ են տալիս։ Գնդապետ Հակոբը հայ վաճառականի որդի էր։ Չցանկանալով շարունակել հոր գործը, նա ընտրում է իրեն ավելի հոգեհարազատ ասպարեզ։ 25 տարեկան հասակում Հակոբին շնորհվում է գնդապետի կոչում և վստահվում բրիգադի հրամանատարությունը, որի մեջ մտնում էր 12 հետևակային ջոկատ, 4 հեծելազորային ջոկատ և 150 հրանոթից բաղկացած հրետանային գունդ։ Գնդապետ Հակոբի հարկարած լինելու ապացույցն այն է, որ նրա թոռները և նրանց թոռները ցմահ թոշակ էին ստանում Գվալիորի նահանգային կառավարությունից։ 19-րդ դարում հնդկահայերը սկսում են ձեռք բերել տարբեր մասնագիտություններ և դառնում են հայտնի բժիշկներ, իրավաբաններ, փաստաբաններ, ճարտարագետներ, արվեստի գործիչներ, սպորտսմեններ։ Նշենք մի քանիսին։ 19-րդ դարում Չինսուրահի հայտնի հայերից է եղել Ժոզեֆ Մելիք Բեգլարը, Ղարաբաղի Մելիք Դավիթ Մելիք Բեգլարյանի ավագ որդին։ Նա եղել է Բենգալի կառավարության հասարակական աշխատանքների վարչության գործադիր ճարտարագետը և հնագիտական տեղադրագետը։ Ղեկավարել է Բուդ Գայայի հայտնի բուդդայական տաճարի պեղումները։ Նա նաև վերահսկել է Նայհատի հոբելյանական կամրջի շինարարությունը, որի բացումը տեղի է ունենում 1887 թվականին Վիկտորիա Թագուհու ոսկե հոբելյանի տոնակատարության ժամանակ։ Ժոզեֆ Բեգլարը նաև հայրենասեր մարդ է եղել։ 1882 թվականին նա սկսում է հրատարակել անգլալեզու Արա ամսագիրը, որտեղ հոդվածներ է տպագրում հայկական պատմության, գրականության և քաղաքակրթության մասին։ Հայտնի հնդկահայ բժիշկներից նշենք Սարգիս Ավետումին, որի հայրը Թադևոս Ավետումը հայտնի գիտնական էր, պոետ, Կալկաթայի արարատյան ընկերության հիմնադիրներից մեկը և ազգասեր թերթի գլխավոր խմբագիրը, իսկ նրա քեռին իշխան Սարգիս Մանուկը պաշտոնատար անձ է եղել Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում։ Սարգիս Ավետումը հայտնաբերում է դիզենտերիայի դեմ դեղամիջոց, որը ճանաչվում է հնդկական կառավարության կողմից, իսկ ակնաբուժ Արտուր Զոհրաբը կատարելության է հասցնում գլաուկոմայի վիրահատությունը, որն իրանանով կոչվում է Զոհրաբի վիրահատություն։ Հնդկաստանի համար կարևոր գործ է կատարել նաև նկարիչ Սարգիս Խաչատուրյանը։ 1937 թվականին նա մեկնում է Հնդկաստան և ձեռնամուխ լինում Աջանտա և Ալլորա ժայռափոր բուդդայական տաճարների որմնանկարների պարճինահանմանը, որոնք համարվում են արևելքի գեղանկարչության փառքի և համաշխարհային գեղարվեստի գլուխգործոցներից։ Խաչատուրյանը դարձավ գնահատական ստացավ մասնագետների կողմից և համարվեց սխրագործություն, որովհետև այդ որմնանկարներից շատերն անհայտ էին։ Իսկ նկարիչը ուսումնասիրելով դրանց տեխնիկան, ներկերը վերականգնեց դրանք։ Աջանտայի որմնանկարների անընդօրինակությունները ցուցադրվում են Երևանի պետական պատկերասրահում։ Հնդկահայ նահանգը շատ է օգնել իրեն հյուրընկալած երկրին 3 պատերազմների ժամանակ Չինաստանի հետ և Պակիստանի հետ 1962, 65 և 71 թվականներին։ Հայկական ստարտական խումբը օգնել է վիրավորներին, փախստականներին տեղափոխելու և տեղավորելու գործում։ Հայ կանանց բարեգործական միությունը հագուստ և անհրաժեշտ այլ իրեր է ուղարկել բանակում կռվողներին։ Հայկական համայնքը ցուցաբերել է նաև ֆինանսական օգնություն։ Այսօր ձեզ ներկայացրեցինք Հնդկաստանի պատմության մեջ հայտնի մի քանի հայերի անուններ։ Ժամանակի սրության պատճառով հնարավոր չէ բոլորին հիշատակել։ Մենք փորձեցինք ցույց տալ, որ իրենց բարքով ու վերաբերմունքով Հնդկաստանի հայերը ապացուցել են, որ անտարբեր չեն Հնդկաստանի ճակատագրի նկատմամբ և ուժերի ներածին չափով օգնել են իրենց գրկաբաց հյուրընկալած երկրին։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։
Քանի որ ծրագիրը մի քիչ փոխվեց, հիմա եմ ես ձեզ բարևում, բարև բոլորին։ Իմ անունն է Նայիրան Քոչյան եւ ինձ այսօր առաջարկել եմ ես մի փոքր խոսեմ հայերի հայ-հայկական առնչությունների մասին։ Այսօր ես ընդհանուր գծերով կներկայացնեմ մեր նմանությունները հայերի հնդիկների հետ, որ հնդիկների հետ, ես ասենք։ Խոսքով ընդհանուր առմամբ ինչ-որ ես այս անգամ չեմ ներկայացնի ձեզ հատուկ ինչ-որ գիտական ուսումնասիրություններ, հետազոտություններ, ուղղակի սա կլինի ոնց որ իմ տպավորությունները ինչ-որ ես տեսել զգացել եմ, ուղղակի որ գնում ես Հնդկաստան, ինչ է քո աչքը առաջին հայացքից ծաղում, ինչն է ծաղում։ Ներողություն, իսկ ֆիլմի հետ կապված հարցեր, կարծիքներ կարելի է հետոնոր։ Իհարկե։ Ուզում եք հիմա հարցեր։ Լավ, եկեք հիմա հարցեր։ Պատմության հետ կապված գլխավոր թեմաները, որ ընդհանրապես հայկական ու հատկապես արտասահմանում, ինձ մոտ միշտ մի հարց է առաջացնում ու նորից ես նույն դեպքում առաջանում, որ ավելի շատ ես իմ կարծիքն ասեմ, ավելի շատ նյարդայնանում ես նյութերից, քան թե ինչ-որ հպարտանամ եւ այլն, որովհետեւ պատմության ողջ ընթացքում մենք եղել ենք ուրիշ երկրներում, ուրիշ երկրների ուրիշ ազգեր են տվել եք ինչ ասես, ու վերջում եկել հասել եք այս թշվառական այս 5-րդ, 4-րդ կարգի երկիրն եք այս մնացել։ Այդ կապակցությամբ, որ դու թվալից մի թե երկու մարտում նշեց, որ հայրենասեր ինչ-որ գործեր անում եւ այլն։ Ինչ վիճակում է հիմա Հնդկաստանը հայկական գաղութ։ Իմ մանավանդ վերջերս մի քաղաքացի եկեղեցիներ դատարկ, գրանցող չկա, ոչ մեկ չկա, ոչ բան Հնդկաստան որպես պետություն Հայաստան էս բան ոչ բան հաշվի չառնում, որ նորմալ է, դից էլ պետք է լիներ։ Ներկա ինչ վիճակի մասին խոսում։ Ինչ վիճակում է հիմա հայկական համայնքը Հնդկաստանում։ Ասեմ, որ շատ ձեր ասած շատ տխուր վիճակում է։ Ուրեմն առաջ, այսինքն 20-րդ դարում հայերը հիմնականում կենտրոնացված էին Կալկաթայում եւ Մադրասում։ Բայց հիմա Մադրասում արդեն ոչ ոք չկա, կա մի քանի հոգի Կալկաթայում։ Կալկաթայում էլ մոտավոր տվյալներով ընդամենը 100 հոգի են, ավելի ճիշտ լավ, ասենք 200 հոգի, որոնցից 100-ը դրանք աշակերտներն են, դպրոցի աշակերտներն են, այն էլ այստեղից տարված երեխաներն են, մեր Հայաստանի երեխաներն են նրանք, եւ սա էլ ինչպես պատահեց, որ ուղարկեցին երեխաներին այստեղից, որովհետեւ քանի որ արդեն 90-ական թվականներին դպրոցը դատարկ էր, ոչ մի երեխա չկար, հայ երեխա չկար Կալկաթայում, այդ պատճառով էլ արդեն դպրոցը փակվելու վտանգի տակ էր, փակվել, այսինքն ինչպես Կալկաթայի բենգալի կառավարությունը մեր ձեռքից վերցնում էր այդ դպրոցը։ Եվ այդ հայերը հաջողվում էին ոչ ոք։ Այ երեխա չկար ուղղակի, արդեն անգամ են ծերացել, իսկ ջահելները, ինչպես եւ հնդիկներն էլ, հայերն էլ Հնդկաստանից հեռանում են դեպի Բրիտանիա, դեպի Ամերիկա, դեպի Ավստրալիա, այդ պատճառով էլ մնացել են միայն ծերերը Կալկաթայում, հայ ծերերը, նրանց երեխաները արդեն էմիգրացիա են արել տարբեր երկրներ։ Այդ պատճառով երեխա չկար այնտեղ։ Եվ դպրոցը փրկելու համար Կալկաթայի հայկական համայնքը որոշեց Հայաստանից երեխաներ տանել այդ դպրոցում սովորելու, մանավանդ դա 90-91 թվականներն են, այսինքն երբ որ խորհրդային միությունը փլուզվեց եւ արդեն անկախ Հայաստանի հետ կապը ավելի հեշտ էր։ Օրինակ խորհրդային միության ժամանակ դրա մասին խոսելը անհնարին էր։ Այդ պատճառով իդեպ էլի ասեմ, որ այդ հայկական դպրոցի աշակերտների թիվը լրացվում էր նաեւ Իրանից եւ Իրաքից ուղարկված երեխաների շնորհիվ։ Եվ 91 թվականից արդեն Հայաստանից ուղարկված երեխաները ինչպես արտագաղթ աջակցեցին էլի։ Դե ինչ արած, եւ բացի այդ հետո մի քանի տարի անց արդեն այդ երեխաների հավաքագրում էին արդեն ուրիշ հիմունքներով, դրանք զոհված ազատամարտիկների երեխաներն են կամ երկու կողմանի ծնողազուրկ երեխաներն են, որոնք մտածեցին, որ իրենց համար ավելի լավ կլինի այնտեղ իրենք այնտեղ կրթություն կստանան, այնպես որ դպրոցի վիճակը, ասեմ, ուրեմն 100 երեխաները սրանք են Հայաստանից ուղարկված, իսկ մնացածները ուրեմն ամենաերիտասարդ հնդկահայը կարելի ասել 65-70 տարեկան է, եւ մնացածները
շատ վատ վիճակում, շատ խեղճ ու կրակ, այսպես ասեմ, իրենք հիվանդ, հայերեն մի երկու հոգի գիտի մնացածը հայերեն նույնիսկ չեն խոսում, չեն հասկանում, նրանք խոսում են միայն անգլերեն եւ հիմնականը դա իրենք քիչ կոպիտ է հնչում, բայց ոնց որ ուտում են իրենց նախորդների վաստակը, նրանց համբավը, ոնց որ բայց իրենք ոչինչ չեն ստեղծել, իրենք ոչինչով չեն զբաղվում։ Նստած իրենց համար ապրում են ու այստեղ լավ ասում են, բայց ինչի՞ եք ստեղ մնացել, եկեք նայեք ձեր երեխաների մոտ, դեռ ասում են, որտեղ հաց, այնտեղ կաց։ Այսինքն մեկը ինձ այդպիսի մի բան ասեց։ Այո։ Դպրոցի ուսուցիչները ուրեմն կան եւ այստեղից գնացած, ասեմ, որ Էջմիածինն է վերցրել եւ երեխաներին ընտրելու process-ը եւ ուսուցիչներին ընտրելու process-ը, այնպես որ հայոց լեզվի պատմության ուսուցիչները այստեղից են ուղարկում երկնել, ասենց ասենք, երաժշտությունը, որովհետև երեխաներին սովորեցնում են, երեխաները երգում են նաև եկեղեցում։ Ուրեմն, իսկ մնացած առարկաները արդեն այնտեղի դասավիրներն են և երեխաները սովորում են հնդկական կրթական ծրագրով և սա էլ է մի պրոբլեմ։ Երեխաները ավարտեցին այդ դպրոցը։ Չէ, հնդկական ծրագրով։ Հայաստանի ծրագիրը լեզու, գրականություն և ամեն ինչ։ Հա, բայց այնտեղ անգլերենը, մաթեմատիկան, աշխարհը։ Եվ սա է հարցը։ Երեխաները ավարտեցին, նրանք արդեն չեն կարողանում, չեն գալիս այստեղ, Հայաստան չեն գալիս, որովհետև այդ ծրագրով իրանք չեն կարող այստեղ ուղեր ընդունվել։ Դրա համար արդեն շրջանավարտները մեկնել են Ավստրալիա, Ամերիկա, Անգլիա, այդպես։ Տրամաբանությունը ո՞րն է, որ աճեցնում են գալուտը Հայաստանի հաշվին, երբ որ արտադարձնել բավարար վիճակում է, աճեցնում են։ Ես օրինակ քանի անգամ կրթության նախարարի հետ խոսել եմ, բոլոր կրթության նախարարների հետ, որոնք եղել են այս 10 տարվա ընթացքում, ասում եմ, լավ, ինչ պիտի լինի այս երեխաների բախտը։ Տարավ, գցեցինք, հիմա պետք է հետ բերել երեխաներին։ Դե ասեցին լավ կզբաղվենք, բայց մինչև այս 10 տարի ոչ ոք այդ երեխաներով չի զբաղվել եւ իրոք դա շատ լուրջ խնդիր է, ինչ որ մենք ունենք այդտեղ։ Այո, ինձ կա պետական մակարդակով կամ թե ոչ պետական ինչ-որ ծրագրեր հայկական համայնքի այնտեղ պահպանելու համար, բացի ձեր ասած պետական ծրագրերից։ Եթե կա ասեմ, որ էլի ծրագրեր են առաջարկներ ներկայացվել են, որ ինչպես անենք, որ հայ համայնքը զարգանա այնտեղ, այսինքն գնան հայերը այնտեղ ինչ-որ զարգացնեն, հետ գան կապը լինի, ուրեմն դա չի ստացվում, ասենց ասենք, ինչու չի ստացվում, որովհետև նախ հնդկահայ համայնքը շատ փակ է, օրինակ ես որ առաջին անգամ գնացի այնտեղ, շատ լուրջ խնդիր էր համայնք մտնելը, այսինքն դարպասները փակ, դպրոցի դարպասները փակ, եկեղեցի փակ, դու ով ես, ինչու ես եկել։ Ես հայ եմ, ուզում եմ տեսնել իմ եկեղեցին, կապ չունի, քեզ ով է թույլ տվել, դու անպայման պետք է ունենաս հայկական եկեղեցական կոմիտեի թույլտվությունը։ Եվ ես մինչև չունեցա Էջմիածնից, կաթոլիկոսից նամակ, մինչև չունեցա արտաքին գործերի նախարարից նամակ, ես չկարողացա մտնել այնտեղ, որ մարդկանց հետ խոսեմ, հարցազրույցներ անեմ եւ ինձ դիսերտացիա գրեմ այնտեղ։ Այնպես որ այսպիսի վիճակ է, նրանք ասում են, այս համայնքը կառուցել են պարսկահայերը եւ միայն պարսկահայերը իրավունք ունեն գան այստեղ։ Ուրիշ ոչ ոք։ Ու շատ փակ է եւ նույնիսկ հնդիկ գիտնականները ես քանի հոգուց հետ ծանոթ եմ, որոնք ցանկանում են հայ համայնքի մասին ինչ-որ բաներ գրել, նրանց թույլ չեն տալիս մտնել ներս, ասում են, ահա, սրանք հաստատ լրտեսներ են եկել են, բոլորը մեր փողերի մասին են մտածում, ուզում են յուրացնել մեր փողերը։ Այսպեսի շատ տխուր, անդուր վիճակ։ Այո։ Իդու խոսում է հայկական դրոշի մասին։ Այո։ Որ դրոշի մասին։ Գիտեք, դա որ դրոշն է, ունեինք մի դրոշ, արծիվը ճանկերում ոչխար։ Մանգոլյանների դրոշ։ Այո։ Խոսում է անցյալի վաստակից, անցյալի հարստությունից։ 17-րդ դարում, 18-րդ դարում հայերը կարելի ասել Հնդկաստանը տիրում էին։
նշված քաղաքները կարգական մադրասում տպարաններ շատ ու ես այսպեսի մի բան եմ լսել, անկուցած ես չեմ կարդացել, ես այս մասում չեմ էլ գտել ոչ մի տեղ կարդամ, որ այդ ամեն ինչը անգլիացիների գալուց հետո, երբ հայ վաճառականների մեծ մասը թողեցին Հնդկաստանը դուրս եկան, իրենք այդ ամեն այդ հարստությունը կտակված է Մայրաթոր Սուրբ Էջմիածին Հայաստանում։ Եվ այսօր դա կազմում է ահռելի գումար։ Ես ուզում եմ հասկանամ, ուզում եմ այդ մասին ինչ-որ բաներ իմանալ։ Ուրեմն, այդ մասին բոլորը գիտեն, որ ինչ-որ ահռելի գումարներ կան, բայց ոչ ոք կոնկրետ չգիտի, կա, չկա, Ես ասեմ, որ կա։ Որտեղ Մալբանյանը գումարա բերել, ինձ իրականության սիրում աշտի համար չկարոշնաց։ Դե հիմա ինչն է, ուրեմն, այդ Ասի կապակ օրբանի ինցան ամբողջ բինձը մատակարարած, ամբողջ։ Հիմա ես ասեմ, փաստորեն այդ գումարները Էջմիածնին կտակված են, բայց իրենք գտնվում են Հնդկաստանում։ Այդ պատճառով եւ հնդկական կառավարության օրենքներով այդ գումարները իրավունք չունեն ծախսվելու իրենց երկրից դուրս։ Ոչ վաղուց Էջմիածնինը դրանք կբերեր։ Դե հիմա նամբանցաններ մի ձևի փորձում է դրանք ինչ-որ ձևով բերել, բայց փաստորեն չի ստացվել։ Ինչ-որ մաս բերել են, բայց դա ամբողջ մասին չի խոսում։ Այսինքն հարցը այն է, որ միայն պետք է այնտեղ դա ծախսել։ Դրա համար դա էլ է հիման, որ գումար ծախսելու համար էլ երեխաներին տարանես մեր աշակերտներին, ինչ-որ միջոցառումներ, ինչ-որ բաներ կազմակերպում են, բայց դե հայերը կարողանում են ինչ-որ կարողանան ինչ-որ գումարներ դուրս տանել։ Դե հա, ուղղակի դա պետք է լուրջ պետական ծրագիր լինի եւ պետք է շահագրգիռ մարդիկ լինեն, ավելի ճիշտ հայրենասեր մարդիկ լինեն, որ մտածել են գումարները ճիշտ ուղղությամբ օգտագործեն։ Խորհրդային դա օգտագործում էր, որպես միջնորդ, որպես իրավական դա օգտագործում էր խորհրդային միությունը։ Իսկ այսօր կարծես թե գումարները այդտեղ մեռած մեզ են սպասում։ Մեռած չեն, Հարավոտում բաները այդ ահռելի գումարները։ Օրինակ ես դες ասեմ, ինչ են օգտագործել։ Դուք նշեցիք, որ այդ գումարները չի պատմում, այդ այստեղից են գումարները։ Չէ, Հովանավորելը ուրիշ է, գումարները ուրիշ են։ Հովանավորի նկատի ունեմ, այսինքն երաշխավորել, որ այս սրանք բոլորը գնան այնտեղ, բայց գումարները այնտեղ են ծախսում։ Ես ասեմ, ծախսվելու մասին մի դերվակ, մի քանի տարի առաջ։ Ուրեմն նախ ասեմ, որ այդ հիմնական գումարները, Կալկաթայի համայնքը հիմնականում օգտագործում են Հոնկոնգի մեծահարուստ Խաչիպոլ Չաթերի տակը։ Դա նա եղել է, ապրել է Հոնկոնգում 27-րդ սկզբին, նա Կալկաթայում է ծնվել մեծացել, մարդասիրած վարժարան ավարտել է եւ հետո գնացել է Հոնկոնգ եւ զրոյից սկսել է եւ դարձել է շատ մեծահարուստ մի մարդ։ Խաչիպոլ Չաթեր։ Մինչև հիմա նրա անունով երկու փողոց կան Հոնկոնգում։ Նա է սարքել այնտեղ Հոնկոնգի նավահանգստի 11 մթերանոցները, այնտեղ տարբեր շենքեր, նրա մարմարի պալատը հիմա թանգարանի է վերածվել եւ նրա կտակի շնորհիվ է գոյատևում Կալկաթայի հայ համայնքը։ Եվ անցյալ մի քանի տարի առաջ նշվում էր նրա 100-ամյակը եւ Կալկաթայի համայնքի բավականին մեծ խումբ այս երեխաներով, ամեն ինչով բավական գումարներ են ծախսել, ինձ ասեցին որ 1 միլիոն դոլար, որպեսզի գնան այնտեղ այդ միջոցառումը նշեն, այդ երեխաները այնտեղ ելույթ ունեցան, չգիտեմ ինչ, այսպիսի բաներ են անում, անկապ ինչ-որ։ Իսկ կան համայնքում մարդիկ, ովքեր գաղթել են վերջի 20 տարիների ընթացքում։ Ուր։ Հնդկաստան, հայեր կան այդպես։ Իհարկե։ Հիմա ասեմ, ուրեմն բավականին 1991 թվականից հետո բավականին հայեր են մեկնել Հնդկաստան։ Բայց քանի որ ես դες ինչպես նշեցի, որ բավականին փակ համայնք է, գնում են Կալկաթա, ոնց որ են պատին դեմ են առնում ու արդեն իրենք գրում են, սկսում են ամբողջ Հնդկաստանով մեկ արդեն իրենց ճարը տեսնել։ Ուրեմն մի դրվագը 90-ական թվականների Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ, ուրեմն Իրանից ահագին հայեր գնացին Կալկաթա, այնտեղ որպես փախստական։ Հետո նրանք կամ մնացին Հնդկաստանում, կամ վերադարձան, կամ էլ արդեն փախստական կարգավիճակ ստացան եւ գնացին ուրիշ երկրներ։ Հիմա կան, ասում եմ, պարսկահայ երիտասարդներ կան, որոնք
դպրոցը ավարտել են, բայց մնացել են այնտեղ, ինստիտուտներում են սովորում, կամ արդեն ավարտել են այնտեղ են աշխատում, կամ ասեցի արդեն Հայաստանից գնացած 90-ական թվականներին գնացած հիմա էլ գնում, բավականին գնում են այնտեղ սովորելու, մնում են այնտեղ, կամ ամուսնացել են հնդիկների հետ մնացել են այնտեղ։ Նրանք արդեն հատուկետ մարդիկ են տարբեր քաղաքներում սփռված ամբողջ Հնդկաստանում, որոնց իրոք արժի հաշվել, տեսնել քանի հոգի է, դե իհարկե դա պետք է դեսպանատունը զբաղվի հարցով, ու մոտավոր թիվ դեսպանատունը ասում է մի 200 հոգի, այսինքն Հայաստանից գնացածների մասին խոսքը։ Այնպես որ սա է վիճակը հայերի Հնդկաստանում։ Դե ինչ հարցեր կան Համաձայնք եմ, որ նման պատմություն պետք է իմանալ հետագայում թույլ չտալու համար, մենակ թույլ չտալու համար, որ գտնվի այս վիճակը, չգիտեմ, Թիֆլիսում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլն։ Նկատում եմ, որ հայերը գնում են, զարգացնում են, զուգում են, վերջանում ստացվում Հայաստանը։ Դե իհարկե, ես իրոք շատ ցավալի է, որ ամբողջ մեր օրինակ վերջին 10 դարի պատմությունը, որ նայում ես ամբողջ աշխարհին, որ երկրում ինչ լավ բան կա, մեկ էլ փորձում ես, տեսնում ես դա հայի գործ է։ Եվ ճարտարապետության, եւ մշակույթի, եւ տարբեր առևտրական, այսինքն բիզնեսը երկրում զարգացնելու հայերը բավական մեծ դեր են ունեցել։ Եվ իրոք ցավալի է, որ դա մեզ մոտ չի արվում։ Օրինակ շատեր ասում են, որովհետև մեզ մոտ տարածքը քիչ է, մարդիկ շատ են, դրա համար հնարավորություններ չկան, բայց ես իսկոք վերում եմ, ասում եմ Սինգապուրի օրինակ, քաղաքապետություններ կան չի աշխարհում, ինչքան փոքր են տարածքները, բայց ինչ զարգացած են։ Այսինքն այստեղ պետք է իրոք լավ մենեջմենտ լինի, այստեղ ինչ-որ երևի հայերի բնավորության խնդիրն է, որ հայը երբ որ գնում է, հայերը շատ ինդիվիդուալիստ են, գնում են ինչ-որ ուրիշ տեղ և տեսնում են, նրանք կարողանում են այնտեղ ղեկավարել մյուսներին և իրենց իդեաներով գնալ առաջ։ Օրինակ ես իրոք ասեմ, որ հայերը բավականին խելացի են, բավականին ճարպիկ են, բավականին լավն են, ես սա ասում եմ դրսում ահագին երկար ապրելուց հետո։ Իրոք դա այդպես է ու ասեմ, օրինակ ես դասավանդել եմ Հնդկաստանում, համալսարանում ու դե այնտեղ կան տարբեր տասնամերի ուսանողներ են սովորում և իրոք ցավալի էր, ես որ այստեղ եմ դաս տալիս և համեմատեցի, որ օրինակ այստեղ մեր ուսանողների մի անգամ ես բացատրում, երկու անգամից հետո մաքսիմում հասկանում են, բայց այնտեղ մի 10 անգամ բացատրում ես, մեկը սա իհարկե կախված է կաստայից։ Այ հիմա կսկսենք ես, հիմա արդեն կաստանենից կսկսենք խոսել, այո։ Ներկայացում կամ պատիկ չկա, մենք մեր մեջ մենք այլ ինչ-որ ճանապարհները մենք ավելի շատ դրանով կապենք, քան նրանով, որ հայեր, չգիտեմ, դրսում կարող են դրսել, այդ նույն հայը չի։ Էդ եմ ասում, այնտեղ իրան ոչ ոք չի խանգարում, ինքը այնտեղ արդեն միանգամից հայը կարողանում է կողմնորոշվել, թե այստեղ ինչ կարելի է անել։ Եվ նա կարողանում է այնտեղ գործ անել ու ասել, քանի որ մյուս ազգերը գիտեն, թե ինչ բան է արիացի։ Նրանք իսկույն արիացու շուրջը հավաքվում են և անում են նրա բոլոր ասած բաները, դրա համար ահագին զարգանում են։ Իսկ ստեղ մենուքների մոռացել են, որ իրանք արիացի են, որ իրենք ամենալավն են, որ իրենք ամենախելացին են, իրանք ինչ-որ մանր բաների հետևից են եկել։ Իսկ գիտեք, երևի միգուցե դրանից է, որ այստեղ քանի որ սա մոնոէթնիկ երկիր է, միակրոն երկիր է, դրա համար հայերը ոնց որ կոպիտ ասած լղոզվել են արդեն, չեն տեսնում ուրիշ ոչ մի բան։ Բայց օրինակ եթե գնում ես ուրիշ երկիր, օրինակ Հնդկաստանը շատ լավ երկիր է, ինչ իմաստով, որովհետև այնտեղ բազմազգ երկիր է, բազմակրոն երկիր է և ամեն ինչ դու տեսնում ես տարբեր կաստաններ և կարողանում ես հասկանալ ինչն ինչ ոնց է։
Այ այնտեղ ես դու հասկանում, թե ինչ բան է արիացի։ Որովհետև ասեմ, ցածրերը լավ զգում են բարձրը։ Իսկ բարձրը լրիվ մոռանում է, որ ինքը բարձր է։ Այսքան է մեր պրոբլեմը։ Օրինակ նույնն էլ շատ հայեր, օրինակ հիմա գնում են տարբեր երկրներում եւ ամուսնանում են իրենցից ցածրների հետ։ Ես ուղղակի օրինակ ապշում եմ օրինակ տեսա հա, արդեն այնքան են ցածրացել շատ ցավալի է դա։ Ստեղ Երևանում եմ տեսնում օրինակ մի երկու հայուհի կան նեգրոյի հետ ամուսնացած, դա absurd է, էլի, առաջի ռասային մարդը ամուսնանա չորրորդ ռասային, դա ահա որ մի խառնուրդ է ստացվում, դից բան չի կարելի։ Արիացին պետք է ամուսնանա միայն արիացի հետ։ Եղավ, այնպես որ սանոտներին էլ ասում։ Այո։ Իսկ ասենք կարող է հոգեբանական ինչ-որ բարդ է, էլի, ասենք հիմա իմ խոսածնից ասում աստեղ բան չկանելու, բայց լավ իդեաներ այլ, ասում եք ասենք Ռուսաստան սենց լավ բան, սենց կանեն, ես կանեն։ Ասենք ստեղ որ չեն տեսնում իրանց ասենք անելիքը գնում են ընդեր ինքն արտահայտում են ինչ ոստեղ։ Դա է հայկական բնավորություն է, այսինքն հայերը ասում են ինդիվիդուալիստ, ոնց որ ամեն մեկը ուզում է իր գործը դնի, ինքը ուղղակի հայերին իրոք։ Ես եթե ասենք թե ժողովրդին հնարավորություն ընձեռել, ասենք իրանք կարողանան արտահայտվել իրանց երկրում, ասենք իստանում է կարիք էլ չի գնան ընդեր ինչ-որ բան։ Իհարկե, այդ հնարավորությունն է միայն մեզ մակասում է։ Այո։ Այս ինձ հետաքրքրում է հայերի երկրների առաջացումը։ Հիմա անցած է։ Ուրեմն։ Նրանից օժտություն խնդրեն, նրանցից շնորհակալություն խնդրեն, եւ դա այսպեսի սա դրանց այդ տեսքերից մեկն է, այսինքն անպայման պետք է լինեն ծաղիկներ կամ ծաղիկների քրտիկներ, մոմեն եւ անշահ քրտիկներ, եւ անպայման ինչ-որ մի աստվածության արձանիկը կամ մի քանի աստվածությունների։ Եվ մի դեպ ասեմ, սա հայուհի է, մեր ուսանողներից է այնտեղ, որտեղ նա սովորել է հնդկական դասական բառ, այնպես որ նա իր ֆոտոն դες տրամադրել է սա ուրեմն ուղղակի ես ձեզ ցույց եմ տալիս քարտեզը Հնդկաստանի թե նա ինչպիսի տեսք ունի, ինչու համար եմ ցույց տալիս քարտեզով, որովհետև երբ տեսնում եք Հնդկաստանը ունի սրտի տեսք, չէ՞։ Եվ ուրեմն շատ, այսպես ասած, էզոտերիկ գիտությամբ զբաղվող մարդիկ նրանք ասում են, որ եթե հազգորեն այսպիսի մի գիտություն կա, որ աշխարհի մեր մոլորակի ամեն երկիրը կամ ամեն մի մայրցամաքը ինչ-որ մի օրգանի տեսք ունի։ Հիմա տվյալ դեպքում Հնդկաստանը մեր մոլորակի սիրտն է։ Եվ նրանք ասում են, հանկարծ եթե մի բան պատահի սրտի հետ, ուրեմն ամբողջ մոլորակը կոչնչանա։ Դրա համար սա ուղղակի այսպես գիտություն։ Հիմա նմանությունները։ Նախ սկսենք աստվածների անուններից։ Ուրեմն, արը նմանացնում են Բրահմայի հետ, իրենց արարիչ աստվածն է Բրահման, հետո արամազդը որպես Ռամա, այսինքն էլ այդ կարադարձությամբ որ փոխում են, արամը դառնում է Ռամա, Վահագնը իրենց Ագնի աստվածն է, Միհրը, Միտրան, ուղղակի սա ուղղակի նմանությունները աստվածների։ Արմենիա, այդքան որ արդեն սկսեցինք խոսել արիացիների մասին։
Հաստատ այդտեղ են ինձ ասել, ուրեմն դե մենք մեզ կոչում ենք հայեր, չէ, մեր երկիրը Հայաստան, իսկ մեր հարևանները կամ ուրիշ ազգեր մեզ կոչել են Արմենիա, ինչու, որովհետև իրենք են ասել, որ սա արիացի մարդկանց երկիրն է, և այստեղ այս սրա վերաբերյալ ես մի բան պատմեմ, ուրեմն ասեմ, որ նախ Հնդկաստանները ասեմ, ուրեմն Հնդկաստանում կա 4 կաստա, դրանք բրահմիններն են, այսինքն քրմերի դասակարգը, ամենաբարձր կաստան, հետո գալիս է երկրորդը քշատրիները, այսինքն զինվորականները, երրորդը վայշյանները, այսինքն արհեստավորները կամ վայրենականները, և հետո գալիս են շուդրաները, ցածր կաստա։ Բայց կա նաև մի ուրիշ կաստա, արդեն ինքը կաստայի մեջ չի, դրանք են ամենացածր մարդիկ են, որոնց թույլատրվում է միայն աղբթափել և զուգարարները մաքրել, դրանք այդ ուր ասեցիք անթաչվոց, նիպլիկասել, անձարմխելիների կաստա։ Էթնիկ ազերությունը կա։ Այո, հիմա ես դա ասում եմ։ Ուրեմն, ինչ արիացիները դրանք առաջի կաստան են, բրահմինները դրանք արիացիներն են, նրանք մեզ նման սպիտակ են, կազմում են բնակչության 3%-ը։ Ինչքան կաստան ցածրանում է, այնքան մարդու դեմքի գույնն է մքանում և նրա կառուցվածքն է փոփոխվում։ Ամենացածր կաստանները դրանք ամենասևն են և ամենանիհարը այլանդակ չասենք լավ։ Թամիլները ուրիշ են, նրանք ուրիշ բան են, նրանք դրավիդներ են, սա մի առանձին ոնցոր։ Այո։ Եվ դե արդեն պատմությունից գիտեք, որ արիացիները գնացել են Հնդկաստան մեր թարգությունից առաջ 15-րդ դարում, իդեպ, բայց հիմա արդեն հնդիկները սկսել են խոսել այն մասին, որ ոչ արիացիները ստեղ են առաջացել, այսքան Հնդկաստանը և Հնդկաստանից են արդեն գնացել աշխարհի տարբեր երկրները և հիմա լուրջ ուղղություն է, շատ ակտիվ ուղղություն Հնդկաստանում, որպեսզի գիտնականները, իրենց գիտնականները ամեն կերպ ապացուցում են, որ Հնդկաստանից են արիացիները արդեն շարժվել աշխարհի տարբեր երկրները։ Եվ ուրեմն ասեմ, որ բավականին Հնդկաստանում սպիտակ մարդու նկատմամբ սենց պաթոլոգիկ հարգանք և այսպես վիճակներ կան, հենց տեսնում են սպիտակ արդեն այսպես են անում, դրա համար այնտեղ սպիտակները, այնտեղ բրահմինները առաջին կաստան իրենց շատ երևակայում են, իրենց շատ լավ են զգում և ես նույնիսկ իմ վրա կարող եմ ասել, թե ինչպիսին էր իմ նկատմամբ վերաբերմունքը, որպես սպիտակի և նույնիսկ կային այնտեղ ծանոթ աղջիկներ, որ մնքոտ էին, միշտ գալիս էին ձեռին տալիս, չի ես դու ես կան սպիտակ, այսպես ինչ-որ նախանձող բանով։ Եվ ուրեմն մենք նստած ենք մի հավաք էր և կար մեկը այնտեղ մի տղամարդ էր, որը միշտ իրեն երևակայում էր ես արիացի եմ և այլն, առաջին անգամ էին ես և այդ Նաիրան, որը ֆոտոն դուք տեսաք, միասին մենք գնացել էինք այդ հավաքին և այս մարդը իրեն երևակայում, մենք ասեցինք, բայց մենք էլ ենք արիացի, ինքը ասեց ոնց թե, ասեցինք, բա մենք արիացիների երկրից ենք, Արմենիա, ու մենք որ ասեցինք Արմենիա, դուք մենակ տեսնեիք իր վիճակը, ստոպերի մոտ, որ հայ, այսքան ինքը երբեք չէր մտածել, որ Արմենիա կարող է նշանակի հայ արիացի մարդկանց երկիր։ Այնպես որ հիմա անցնենք մի քիչ նմանություններին լեզվական։ Ուրեմն հայերենը և սանսկրիտը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Եվ բավականին շատ բառեր կան, որոնք նման են կամ նույնն են ինչ-որ հայերենում, այնպես որ հինդի լեզվում։ Ուրեմն սկսենք թվերից։ Մեկը իրենց մոտ հնչում է որպես էկ։ 10-ը իրենք ասում են դաս, դե մեր մոտ արևմտահայերներ են ասում դաս։ 1000-ը նույն ձևի 1000։ Հա, այսինքն այո, իրենք ասում են իրենք նույնպես հա, կամ վերջում իրաց ռնգային նկա, հա, այսպես։ Դադին, դա մեր տատին է։ Դադի, նադի, դե դադի արևմտահայերեն հնչում է, դադի
նանի, բայց ինչն է տարբերությունը տատի եւ նանի։ Դադին ուրեմն դա հորական տատն է, նանին մորական տատն է։ Եվ մի ուրիշ հետաքրքիր բան էլ ասեմ, քանի որ հինդի լեզուն արական եւ իգական սեր ունի, իրենց մոտ իր վերջավորությունը դա իգական սերն է, ան արականին է, այսինքն դադի դա տատիկն է, դադա պապիկը։ Այսինքն նույնն է նանի մոր մայրը, նանա մոր հայրը։ Կամ չաչի, չաչա, չաչին քերոքի, չաչա քեր։ Այսպես բաներ։ Նույն բառերը գնաց պամիր, մում, մարդ, վարս, վահան, վահանը գիտեք ինքը ունի իմաստ փոխադրամիջոցի։ Չէ որ վահանի վերաբերյալ մենք ունեի այդ հին խոսք կար, չէ որ գալ վահանով գնաց վահանի վրա հետևավ, չէ, այն ժամանակներում վահանը բավական մեծ էր, չէ, մարդաբույր եւ վահանը այդ դեպքում որպես փոխադրամիջոց է կարելի է իմաստ ունենալ եւ վահան կոչվում է նաեւ օրինակ Շիվա աստվածը ուներ իր ցուլը կոչվում էր Նանդի եւ այդ ասում են Շիվայի վահանը Նանդին է, այսինքն Շիվայի փոխադրամիջոցը, այսպես որ վահանը այդ իմաստով։ Գազարը հնչում է ջազար, ճակնդերը ճուկանդեր, ջավան, ջիվան, այդ լրիվ նույն իմաստով իրենք ունեն, ֆիդային, հետիկա, ջան, ջանեջան, այդ ամեն ինչը իրենք ունեն։ Հետո գալիս ենք թավա, մուրաբա, շալվար, պիժամա, զնդան։ Իրանցն է։ Չէ, իրանց լեզուն է պիժամա, իրանք ավելի ճիշտ ասում են պաժամա, այդ շալվարը, այդ թույլ հագիստ շալվարը կոչվում պաժամա։ Բայց մենք չում ենք պիժամա։ Դե մենք ասում ենք դա ռուսական գալիս է, բայց փաստորեն ռուսական բառ չի դա, էլի։ Դարվազա, դարպասները, սապոն կամ սավոն երկու ձևով էլ ասում են, ափսոս կամ ավսոս, խանդուրները խոնիրը, հետո բայերից էլ կա, մռնա, մեռնել բայն է, թուքնա, թեքել բայը, կրնա, կարողանալ, հետո այդ նազը Լեննականի բարբարին շատ նման բարեր կան, չէ։ Նազ, գորգոր, այդ ամեն ինչը նրանք ունեն լրիվ նույն իմաստներով, բայց օրինակ կան բառեր, որ լրիվ հայերեն բառ է, բայց լրիվ ուրիշ իմաստ ունի, օրինակ նամակ, նամակ հինդի լեզվով նշանակում է աղ, դիմակ, դիմակ նշանակում է ուղեղ, դուր, նշանակում է իրենց լեզվով հեռու, Ես որ սենց բաներ են կան, որ լսում էի, ես մտածում եմ այդ իմաստներ, հետո պարզվեց չեն ալերի ուրիշ իմաստում։ Անունները, ուրեմն այսպիսի անուններ իրենք ունեն, հիմա չգիտենք այս անունները այստեղից գնացած հայերի, որ դարեր առաջ գնացել են իրենց անուններն են պահպանել, թե նույն անուններն են։ Ուրեմն ես նաև ողքը գրել եմ այնպես, ինչպես հենց իրենք գրում են այդ անունները, Սեթը, Գոհար, Քոչար, Քավանքար, Վարդան, Սանասար, այս բոլոր անունները իրենք ունեն։ Գիտեմ Սանասարի մասին ասեմ, ուրեմն ես ընդհանրապես շատ եմ սիրում քարտեզներ նայել, ու մի անգամ Քաշմիրի քարտեզների նայում եւ այնտեղ տեսա մի բնակավայր Սանասար։ Եվ ասեցին, որ սա շատ լավ բնակավայր է, շատ հանգստի, շատ սիրում բուդի եւ իդեպ Քաշմիրի մասին ես ասեմ, ուրեմն ես գնացել էի Քաշմիր կոնֆերանսի, Քաշմիրի մայրաքաղաքը Շրինագարն է։ Շրինագարից 60 կիլոմետր հեռավորության վրա շատ գեղեցիկ տեղ մեզ տարան, այնտեղ հանգիստ բանալու տեղ, այնտեղ ինչ-որ գոլֆի ակումբ կար եւ այլն, դա ուրեմն միջազգային կոնֆերանս էր, ուրեմն մենք մտանք այդ ակումբը եւ լսում եմ այս մեր սովետական ժողովրդի խոսքերը, որ ահա, опять эти армяне, ասում եմ ինչ է դա։ Ուրեմն հենց ֆոյեյում հսկայական մի ստենդ էր, լրիվ այդ ակումբի հիմնադիրների ֆոտոներով, ու տակը գրած էր Արարատ 1926։ Ու դա հետաքրքիր, որ էլի պատասխան մեր խորհրդային ընկերները, որ ահա, опять эти армяне, и здесь, и сюда пришли։ Հիմա
Հիմա անունները Անանիա, իրենք լրիվես Անանիա անունը ունեն, բայց Անանիա անունը եւ տղայի անունը եւ աղջկա անունը։ Եվ ինչպես, ուրեմն հինդի լեզվում կան երկու ձայնավորները երկուսն են, այսինքն իրենց տևողության, կա կարճ ա, կա երկար ա։ Հիմա Անանիա դա տղայի անունն է, իսկ Անանիա, այսինքն վերջի անգերկար, դա աղջկա անունն է։ Այնպես որ սենց հետաքրքիր ներկայություն կա։ Ջիվան, լրիվ, իդեպ այնտեղ Ջիվան աղջկա անուն էր հետաքրքիր էր։ Նաիր անուններ ունեն կամ Նարայան։ Ուրեմն նաիրների մասին հետաքրքիր բան կա, ուրեմն նաիրների կաստան բավականին այսպես ռազմատենչ ցեղ են նաիրները, ու ես կարդացի Հնդկաստանում լրիվ պատահաբար այդպիսի բան ձեռքս ընկա, որ դարեր առաջ նաիրները արևմուտքից եկել են եւ բնակություն են հաստատել Հնդկաստանի հարավային մասում եւ դարձել են այդպես զինվորականների կաստա, քանի որ նրանք լավ զինվորներ են եղել, շատ կազմակերպված եւ շատ ուժեղ։ Եվ հիմա ես էլ մտածեցի միգուցե այդ նայերի երկրից եկած մարդիկ են, այդտեղ այդ նայերներ են առաջացել։ Եկել է յոգա զբաղվում, այդ յոգայի ես իմ ոգեզբաղվող վերված որ Հնդկաստանի արևելքից ուրականային երկրից բանելով, մազերով, սովետատերն եկել է շատ հետաքրքիր է նայերները, որ կա Նարայան, Արամ անունը իրենք ունեն, իսկ որպես բառ Արամը սանսկրիտում նշանակում է երջանկություն։ Ունեն Արման անուններ ունեն իրենք, Արման նշանակում է երազանք։ Այո, եւ եթե նայեք արիացի մարդ, հա, եւ օրինակ ես միջնասացիների ղազախների գիրքիչների հետ եմ խոսել, իրենք էլ ասեցին, որ իրենց լեզվում էլ Արմանը նշանակում է երազանք։ Եվ էլի կարելի է զուգահեռ անցկացնել, որ արիացի տղամարդը իրենց համար եղել է երազանք, դրա համար այսպես Արման ազատը ունեն։ Հիմա զորավարը շատ հետաքրքիր է, չէ՞ որ զորավարը բարդ բառը տեսնում ենք, երկու բառերից է կազմված, չէ՞ հայկական բառը։ Եվ հինդիում է զորավար բառը նույն իմաստով նրանք ունեն։ Այս այլ է շատ հետաքրքիր, որ սա իրոք ուսումնասիրության լուրջ թեմա է, որովհետև սա լրիվ տիպիկ հայկական բառը, երկու հայկական բառերից կազմված եւ հինդիում էլ կա եւ զորավար բառը, որպես բանակի հրամանատար իմաստով, եւ ունեն զորավոր բառը, որպես ուժեղ զոր իմաստ։ Այնպես որ սա է բավական հետաքրքիր։ Անցնենք սվաստիկային։ Սվաստիկան ուրեմն այս վերջին, այսինքն 20-րդ դարում այնպես արեցին, որ սվաստիկան լրիվ իմաստը գործնի, այսինքն ունենա բացասական իմաստ, բայց որ գրում ես արևելք, այնտեղ այնքան լավ ես գրում, ամենուրեք տեսնում ես այդ սվաստիկան, ամենտեղ կա։ Ինչ? Իրենք լրիվ ասում են, եթե Հիտլերը սխալ սվաստիկա էր վերցրել, այդ վեճ, և ինտեղ իրենց մոտ հաջողության, երջանկության, բարեկեցության, հավերժության նշանը և իհարկե արևի նշանը։ Եվ բոլոր արևելքում հետ գնաս սվաստիկան կտեսնես, այսինքն ոնց որ մեկ մոտ խաչն են վզից կախում, այնտեղ սվաստիկան են վզից կախում, այնտեղ տներում կախում են այդ նշանները, նկարում են, մեքենաներում որ կախում են, չէ՞ այդպես բաներ, այնտեղ կտեսնեք։ Եվ ես հիմա ձեզ կցույց տամ մի քանի իմ արած ֆոտոները Հնդկաստանում, բայց նախ սվաստիկան ուզում եմ ցույց տամ մեր հայկական մի քանի ֆոտոներ, որ սվաստիկան կա, օրինակ մեր Այբուբենում այսպիսի վերլուծություն կա, որ Այբուբենի մեր տառերը էլի ամեն մեկը ինչ-որ սվաստիկայի ինչ-որ տար ունի իր մեջ, այսինքն սվաստիկայից է առաջացել, այսպես։ Հետո մենք սենց գորգեր ունենք սվաստիկաներով,
Եվ որը դարձել է հետո հավերժության նշան, իսկ Հնդկաստանում հիմնականում այսպես է սվաստիկան նկարում այս անվանում մեջ 4 կետերով։ Եվ իդեպ ասեմ, օրինակ, փոքր երեխաները, երբ որ մավիտ բռնել են սովորում, առաջինը նրանց սովորեցնում են սվաստիկա նկարել։ Ես դա իմ աչքով եմ տեսել մանկապարտեզում։ Առաջինը նկարում են սվաստիկա։ Իսկ այդ կետերը բացատրում են ինչի կետեր։ Այդ երևի 4 Չէ, կաստանները չեն, կողմերը կամ 4 կողմերը աշխարհի այդ իմաստով։ Ահա, նայ, ավտոբուսի վրա սվաստիկաները տեսած։ Կամ սա, օրինակ, Ինդրագադի National Center, այդ ինչ-որ տախտակն է, ազգային կենտրոնի, սվաստիկաներով ամբողջ։ Հաջորդը շենքի վրա սվաստիկաները։ Նորմալ է, հենց այդ շենքի փաստորեն քարերով սարքած քարերը դրված սվաստիկա։ Ահա, կամ էլ սա ինչ-որ Սահաջա յոգայի մի հատ հայտարարություն եւ տեսեք մի կողմը սվաստիկան, մի կողմը խաչը։ Այսինքն ցանկացած ազգանակ կարող ցանկացած կրոնավոր կարող է զբաղվել Սահաջա յոգայով։ Այս էլ իրենց ռեկլամը։ Ահա, հարսանիքը, ուրեմն այս հարսանիքի արդեն արարողության մասն է, որ ինչպես տան այդ հարսանիքի սա արդեն համարյա ավարտն էր հարսանիքի, արդեն դրան հանգելը, այդ դրան շրջներին հարսանիքեսան բնություն և այլն, ու տեսեք սա սվաստիկա։ Նրան ուղղակի ծառայների տերևները լավ չի ունևում, բայց էլ է անպայման սվաստիկան կամ անպայման։ Ահա, հիմա այս նշանի մասին, ինչ է նշանակում սա, ուրեմն սա օմի նշանն է, ինչի, օմ, նշանակում է օմ, կամ էլ աում, աում, ուրեմն, ինչ է նշանակում այս օմը, ուրեմն սա հզոր նշան է, սա հնդիկների աստվածային նշան է, Աստծո խորհրդանիշը։ Եվ սա շատ կարևոր, ասում են, որ ամբողջ աշխարհը ծնվում է օմի մեջ, այնտեղ ապրում է, եւ օմի մեջ է ինքը անհետանում է, այսինքն դեպի լուծվում է օմի մեջ։ Սա դիեզերական հնչյուն է։ Եվ բավականին մարդիկ, օրինակ յոգերը, տարիներ են անցկացնում, որպեսզի կարողանան ճիշտ արտաբերել այս հնչյունը։ Սա ուրեմն դիեզերական հնչյուն է, այսինքն եթե դու կարող ես սա ճիշտ արտաբերել եւ քո վիբրացիան համընկնի դիեզերքի վիբրացիայի հետ, այդ դեպքում դու արդեն իրոք կտեսնես Աստծուն։ Եվ սա իրոք բավականին լուրջ հնչյուն է եւ ասում են, որ սա է Աստծո հնչյունը, ոչ թե Աստծո հնչյունը, այսինքն Աստծո նկարը կա, չէ, Աստծո պատկերը կա, իսկ սա նրա հնչյունային արտահայտությունն է, այսինքն եթե այս օմը ասենք, դա ոնց որ Աստծո հնչյունը, լավ բացատրեցի, հասկանալ եղավ, թե չէ, այսինքն ոչ թե նկարը կա Աստծո, մի հատ սա է հնչյունը։ Հավատացնելու համար միջոց է, երևի։ Կարելի է այդպես ասել։ Հիմա այդ 3 տարրերի իմաստը։ Սա հենց այդ 3 տարրերն են։ Ա, ու, Ան նշանակում է ֆիզիկական պլան, ուն նշանակում է աստրալ և մենտալ պլան, իսկ մն արդեն նշանակում է անգիտակից խորքնի այդ վիճակը, որ արդեն դերև մարդը վերանում է իր, այսինքն իր գիտակցությամբ ինքը ոնց որ ծնվում է արդեն աստվածային հետ։ Եվ ասացի, որ մարդիկ տարիներ են կորցնում այս օմա, այդ յոգերը, որպեսզի ճիշտ արտաբերեն այս հնչյունը։ Եվ այսպիսի խոսք կա, որ ասում են, եթե ճիշտ են անում, եթե ճիշտ են այս հնչյունը արտաբերում, դա այնպիսի ուժեղ վիբրացիա է ստեղծում, որ կարող է շենքը
խլել այդ վիբրացիան, այդպիսի հզորություն ունի։ Եվ ես ձեզ ասեմ, որ ես ներկա եմ եղել, ուրեմն կար, այսպես ասած, յոգերի հավաք, յոգերի կոնֆերանսը ինչ էր։ Այդպես եւ յոգերից մեկը ցույց տվեց օմը, ինչպես են ասում, եւ իրոք ամբողջ այդ սենյակը, այս չափ սենյակ էր։ Ամբողջ սենյակը զգում էր, որ ամբողջը շարժվում է այդ օմից, այսինքն ինչպես են նրանք ասում, այսինքն հերթով է օմը բոլոր չակրաներով պիտի գնա, մի խոսքով, որ ամբողջը սկսի վիբրացիա, մի խոսքով ասում է, лучше один раз услышать. Так, անցանք մյուս սուրբ Հնդկաստանում, ուրեմն Հնդկաստանում կողերը այսպիսի տեսք ունեն, սա է սուրբ կենդանին, սպիտակ գույնիկով սապատավոր և այդպես պոզերով և նույնիսկ Հնդկաստանի սահմանադրության մեջ է նույնիսկ սա գրված, որ կողը սուրբ կենդանի է և հանգիստ տեսում ես փողոցի մեջ տեղով թենց կողը և այսինքն նա ուրեմն Կրիշնա աստվածության հետ է միշտ պատկերվում և արդեն անձնեմ աստվածներին, իրենց Շիվա աստվածն է, ուրեմն գլխավոր աստվածներն են հնդկական, դրանք Բրահմա, Վիշնու և Շիվա։ Այսինքն Բրահման արարիչն է, Վիշնուն պահպանիչ աստվածը և Շիվան գործանող, գործանող աստվածը։ Եվ նա միշտ նկարվում է ասկետի տեսքով։ Այսինքն նա ճգնավոր է, նա միշտ մեդիտացիաների մեջ է, այստեղ ինք ուղղակի շատ սիրում է պատկերված թագավորական տեսքով։ Եվ այո, մեծով և տեսեք, սա ուրեմն ասեմ, որ Շիվան նաև աշտվում է իր ֆալոսի տեսքով, այսինքն եթե միայն սա եթե տեսնեք, սա նշանակում է, որ Շիվայի պաշտամունքի տեղն է սա, կարող է Շիվայի պատկերը չլինել, բայց ֆալոսը այդ տեսքով, վրան օմը գրված, դա արդեն Շիվայի պաշտամունք է։ Եվ իդեպ հատուկ օրեր ունեն և կանայք են շատ սիրում Շիվային, որպես ուժեղ տղամարդ և միշտ գրում են Շիվային, աղոթում են, միշտ խնդրում են Շիվայից, որպեսզի իրենց ամուսինը հաջողակ լինի և ուժեղ լինի։ Այդ Շիվայից են։ Ահա, և սա էլ ուրեմն էլի մեր Հայրի Նայիրայի ուղղակի համերգից մի հատված է, ես ուղղակի սա նշել եմ, թե ինչպես է բնի վրա կատարվում այդ երկրպագությունը, չէ՞ որ իրենց դասական պարերի մեծ մասը իրենց աստվածների մասին են։ Աստվածների կյանքը, աստվածների երկրպագությունը և սա էլ հենց ուղղակի մի դրվագ է իրենց պարից, որ բավական գեղեցիկ և հետաքրքիր էր։ Սա էլ ուրեմն շարունակում են իրենց աստվածությունները, հիմնականում մայր աստվածուհի կարելի ասել Շակտի։ Ուղղակի իրենց աստվածուհիները ավելի ճիշտ իրենք ասում են ոնց որ Շակտիի տարբեր մարմնավորումները, տարբեր աստվածուհիներ։ Այսինքն նրանք մեկը Սարասվատին, մեկը Կալի չի ուզում ասել, Կալի սև աստվածուհին, իդեպ ասում են, որ Կալիներ են ամենավատ բաների իր մեջ պարունակող, բայց ասում են, քանի որ հիմա Կալի յուգայի դարաշրջանն է, այդ պատճառով ուրեմն միայն Կալի ազդեցության տակ էին մեր ամբողջ մեր, այսինքն այդ յուգաների մասին էլ ասեմ, փաստորեն ըստ հնդկական փիլիսոփայության եղել է 4 դարաշրջան, ոսկի դարաշրջան, արծաթի, դա արդեն հունականում։ Սացե յուգա, կրետա յուգա, Ռապարա յուգա։ Եվ Կալի յուգա։ Այսինքն Կալի յուգան դա ամենավատ, ամենասև դարաշրջանն է
որի ժամանակ արդեն մարդիկ լրիվ դեգրադացիայի վիճակում են գտնվում եւ անպայման գալի հուգայից հետո ամբողջ աշխարհը քանդվի եւ նորից զրույց սկսվի։ Այնպես որ հիմա մենք այդ process-ի մեջ ենք գտնվում։ Սա կանեշը իրենց իմաստության աստվածը այսինքն քրի գլխով եւ մարդու մարմնով տեսնում եք այդ սվաստիկան նրա ափի մեջ եւ գիտեք ինչու է կանեշը քրի գլխով ինչն է պատճառը ուրեմն ինչ է պատահել կանեշը շիվայի որդին է եւ դե ասացի արդեն որ շիվան միշտ ճգնավոր կյանք է վարել միշտ դարերով նստել է մեդիտացիաների մեջ եւ այդ ընթացքում ծնվում է նրա որդին նա իր որդուն չի մանում որ նա որդի ունի որ եւ մեդիտացիայից դուրս է գալիս է իր տուն եւ տունը պարիսպապատ իսկ նրա տղանը պահպանում է պարիսպները, դարպասները, որպեսզի իր մորը ոչ որ չանհանգստացնի, իսկ Շիվան ճգնավոր քրչոտ շորերով գալիս է, դուրը թակում է, իսկ որդին չի թողնում, ասում է դու ես այսպես կեղտոտ, ես թույլ չեմ տա, որ դու մտնես ներս, բարկանում է Շիվան բռնում գլուխը պոկում շպրտում ես երեխայի, այդ պահին մայրը դուրս է գալիս լացուկոծով, որ իմ երեխային միակ իմ ուրախությունն է դու դարերով չկաս, իսկ ես իմ երեխայի և իմ որդու հետ շատ է լաց լինում, Շիվան իրեն շատ վատ է զգում, որ այդպես բորբոքվեց և այդպիսի իր որդուն փաստորեն գլխատեց, իր ծառային ասում է լավ գնա ճանապարհին ով քեզ հանդիպի բեր, և նրա ծառան գնում է և տեսնում է խղերի խումբը և այդ խղերի մեկի ծաղկոկին վերցնում բերում է, Շիվան նրա գլուխը պոկում դնում է իր տղայի գլխի տեղը և այդ պատճառով Գանեշը ունի խղի գլուխ, սա էլ իրենց լեգենդ է։ Իսկ դրա արմատն էլ որ դարերից կան, հազարերից իրենց հին լեգենդներն են և սա էլ շարդի աստվածուհի մի ուղղությունը դուտ կան, այսքան մայր աստվածուհին, որպես հզոր աստվածուհի, հզորությունը նրա երևում է, որ նա նստած է վագրի վրա և ինչքան ձեռք ունի, այնքան հնար ունի, տեսեք ամեն մի ձեռքի վրա ինքը ինչ-որ մի բան ունի, դա նրա ընդունամությունն է, այսինքն ինքը ինչ կարող է բան։ Այսինքն ինքը և լավ նետածիկ է, և լավ կրվող է, և գիտելիքները ունի, և խոսքով այդ ամեն ինչ։ Իսկ ուրախական նկարների համույթում է թե չէ։ Աստվածների։ Մենք ունենք աստվածների նկարներ։ Ժառապատկերներում ունենք սվաստիկա։ Լավ, ինչ հարցեր ունեք։ Խնդրեմ։ Ավեստան, որպես իրենց կարողանին գրքերից մեկը, Ավեստան պատսկում։ չէ, կնել եք Ավեստան չմեկ, Մահաբհարատա և Կրիշնան, որը ոչ ես շպրտեցի, մենք մոտ 90-ականներին այն ծաղացում է, որպես կրոնական աղան, բնականից բնական գիրք էին հաջարում։ Դա նույնն էր ինչ-որ կամ Մահաբհարատան և արդյոք մեր կողմից կրոնական աղան դեպքադիտի, թե յոգայի բանի պես ուսմում ուղղակի, որ ասենք յոգայի հետևողը էլի կարող է քրիստոնյա լինել ու դա աղան չի լինել։ Հիմա ես ձեզ ասեմ, ուրեմն հինդուիզմը ունի մի շարք ճյուղեր, ճյուղավորումներ և Կրիշնայիզմ, Շիվայիզմ, Վիշնուիզմ, Ջայնիզմ, այդ ամեն ինչը դուրս են եկել հինդուիզմից։ Փաստորեն Կրիշնայիզմն էլ դա մի ճյուղ է հինդուիզմը։ Եվ ուղղակի այդ Կրիշնայիզմը, որ եկավ արդեն դուրս եկավ Հնդկաստանի սահմաններից, ուրեմն դա եղավ 20-րդ դարում։ Ինչն էր, մի քիչ փոխվեց, այսինքն Հնդկաստանում այդպիսի մարդիկ կան, որոնք ինչ ասեմ,
ասեմ, շաղլատան ասեմ, թե ինչ ասեմ, նրանք ոնց որ տեսան, որ սկսեցին եվրոպացիները արևմուտքում սկսեցին հետաքրքրվել հնդկական ուղղություններով, նրանք ոնց որ ստեղծեցին Կրիշնայիզմի մի քիչ ավելի բացեցված տարբերակը եւ սկսեցին քարոզել դա արտասահմանում։ Դա եղավ եւ Խորհրդային միությունում, Բհագավադ Գիտա, այդ գիրքը նրանք հիշում եմ բաժանում էին, իրենց կոմենտարիաներով, բաներով, ճիշտ է։ Ինքը բավական հետաքրքիր էր, ինքը Բհագավադ Գիտան ինքը հետաքրքիր է, ինքը այդ գիրքը տարածվում էր իր մեկնաբանություններով, այսինքն ենթադրվում էր մի քանի տող, հետո լրիվ ամբողջ նրա մեկնաբանությունները։ Սա արդեն մարդ պիտի ինքը զգա, թե այդ մեկնաբանությունները ինչպես իր վրա կազդեն։ Ուղղակի որպես կրոն, ինչ ասեմ, Օրինակ դուք ռեինկարնացիան հավատում եք։ Դե հինդուիզմը ասում է, որ այդպես հնդկական փիլիսոփայությունը ասում է, որ դա այդպիսի բան կա։ Եվ իդեպ Հնդկաստանում, քանի որ այդ բաներին շատ են հավատում եւ դրան ուշադրություն են դարձնում, վերջին այսինքն 20-րդ դարի ընթացքում գիտնականները բավականին փաստեր ունեն արձանագրված, որ բնակիչների հետ խոսելով, որ բնակիչներն են գալիս իրենց պատմում, որ այսպիսի բաներ են եղել, օրինակ ընդհանրի 3 տարեկան երեխան մեկ էլ տեսնում է մի մարդու, ասում է, վայ, սա իմ ամուսինն է, ես ապրել եմ ես ինչ տեղում, ես եւ գալիս են այդ մարդկանց տունը եւ նա ամեն ինչը ճանաչում է երեխան, որ սա իմ սենյակն է, սա իմ սիրածաթոռն է կամ սա։ Մի խոսքով եւ Հնդկաստանում ասում եմ, քանի որ նրանք հավատում են այս բանի, այսպիսի փաստերը գրանցվում են, արձանագրվում են այնտեղ եւ մարդկանց չեն ծաղրում, ինչպես այլ երկրներում։ Դրա համար են իրենք այդ ստատիստիկան ունեն։ Այսինքն սա դե ինձ թվում է դա ճիշտ է։ Ուրեմն Հնդկաստանում նաեւ մարդիկ հավատում են կարմայի օրենքին։ Մեր հայերենով ասած, ինչ որ ցանես, այն էլ կհնձես։ Այսինքն նրանք ասում են, որ օրինակ հիմա ինչ պայմաններում դու հայտնվել ես, դա արդյունքն է քո արածների։ Այսինքն հիմա վատ ես ապրում, դա նշանակում է դու անցյալ կյանքում ինչ-որ սխալ բան ես արել, որ հիմա այս վիճակում ես գտնվում։ Ու իրոք զարմանալի է, երբ որ տեսնում ես Հնդկաստանում մարդիկ, օրինակ ծառատակ են ապրում, ինչ-որ այս իջերն ինքը կարող է ամբողջ կյանքում այդ ծառատակ ապրել, ու ինքը այդ գիտի, որ ոչինչ, ես տարի այս կյանքում կտանջվեմ, բայց ես սուսուփուս կանեմ, որ մյուս տարում ավելի լավ պայմաններ եմ ծնվում, մյուս կյանքում ավելի լավ պայմաններ եմ ծնվում։ Այնպես որ այս բանը նրանց մեջ լրիվ մտածել է, ամբողջ իրենց մտածողությունը։ Իսկ ձեր անձնական դիտարկումների իրենց հավատքային մոդելը ինչ տարբերություն ունի մուսուլմանության, քրիստոնեության ասեմ, ուրեմն իրենք ասում են, որ նախ ասեմ, որ հինդուիզմը ոչ թե կարող է կրոն ասել, այլ դա ավելի ճիշտ ապրելու ձև է, այսինքն ինչպես մարդը պետք է ապրի, դա ապրելու փիլիսոփայություն է։ Իսկ ինչ վերաբերում է քրիստոնեությանը ու մուսուլմանությանը, նրանք հինդուիզմի հետ համեմատած շատ երիտասարդ կրոններ են։ Այդպես էլ քրիստոնեությունը եւ մուսուլմանությունը ասվում է, որ դրանք երիտասարդ կրոններ են։ Այսինքն ժողովուրդը ինչքան դեգրադացվեց, այնքան նոր կրոններ առաջացան, որպեսզի համապատասխանի մարդու դեգրադացված վիճակին։ Սա է։ Այսինքն արդի ժամանակներին, որ աղանդները արժանները առաջան, դրանք ավելի դեգրադացված։ Այո, որովհետև մարդը ինչքան նյութականանում են, մարդը ինչքան չի հավատում այդ վեհ գաղափարներին, այսինքն մարդը ավելի ինչքան շատ է գնում խղճին դեմ, այնքան ավելի ոնց որ ավելի թույլ կրոններ են առաջանում։ Բայց եթե նախորդ կրոնները այդքան ուժում են, ինչի՞ հաստատություն դեգրադացվում, որ նոր կրոնի առաջ գալու անհրաժեշտություն։ Այո, դա է հետաքրքիր։ Բայց եթե սա ուժը կրոնի ինչի անհրաժեշտություն է, իսլամի ու քրիստոնեության։ Բայց փաստորեն պատմությունը ցույց է տալիս, որ մարդը ունակ է այդպիսի բաների, եւ նրա մոտ արդեն առաջանում են ինչ ասեմ, հպարտություն չէ։ Այսինքն մեծ ամոթությունը, էգոիզմը, նշանակապաշտությունը արդեն դա
ինչի են այդ 4 յուգաները կան, չէ՞ որ ոսկի դարաշրջանում մարդիկ, այսինքն մարդիկ չեն եղել, նրանք ֆիզիկական մարմին չեն եղել, շատ բարձրագույն էակներ են եղել, այսինքն ուղիղ կապեր ունեցել Աստծու հետ։ Հետո կամաց ինչ-որ երևի մարդկային բնույթն է այնպիսին, որ անպայման պիտի ինքը ոչնչանա, որ հետո նորից սկսի զրոյից ավելի լավից ստեղծվել։ Ես կուզեի լսել հայկական մշակույթի ազդեցությունը հայկական մշակույթի և կրոնական հրաշքների ազգայնը, որտեղ մենք արիների նախահայրենիքը հայկական իշխանը այդ առումով հնարավոր չի, որ ենք այստեղից գնացած չլինեն Ուրեմն, հիմա այսպես չենք կարող որպես այդպիսին հայկական մշակույթի ազդեցություն ասել, բայց որովհետև այնտեղ դրա մասին չեն էլ խոսում, բայց ամեն քայլափոխի տեսնում ես այդ տաճարների վրա այդ հայկական օրնամենտները, գորգերի վրա հայկական նախշերը, այդ ամեն ինչը դու այնտեղ տեսնում ես Հայաստանում, բայց չես կարող ապացուցել, որ դա հայկական է, որովհետև ասում են չես ամերն է։ Ես շատ եմ խոսել, օրինակ, հետո ես բավական որ ուսումնասիրեցի, օրինակ հայերը դարեր առաջ գնացել են, չէ, արդեն սկսել են այնտեղ բնակություն հաստատել 6-7 դարից հետո բնակություն հաստատել եւ էլի նույն վաճառականները տարել են հայկական գորգ։ Այնտեղ սովորացրել են, օրինակ այդ հայը բնակություն է հաստատել այսինչ քաղաքում, այնտեղ սովորացրել է հայկական գորգ գործել, որ այս նախշերով պիտի գործեք։ Բայց փաստորեն ինքը չի հետևել, չի ասել, որ հայկական գորգ, փաստորեն այդ գորգը ստացել է այդ տեղանքի անունը։ Ու դրա համար նայում ես քաշմիրյան գորգերը, լրիվ մեր հայկական գորգերն են, բայց ոչ ոք չի ասում, որ դրանք հայկական են։ Այս սա է։ Գոնե ասենք, դրանց խոշոր բաներ, ոնց որ օրինակ Թաջմահալը բանությունը, որ հայերը պատվիրը կառուցված օրինակ։ Դե հիմա ասենց են ասում հայ չէր, պարսիկ էր։ Ու ինչն է հարցը, քանի որ շատ պարսկահայեր են գաղթել Հայաստանում, դրա համար շատ դեպքերում չեն ասել պարսկահայ, ասել են պարսիկ։ Այո, դրա համար էլի ստացվել է, որ էլի այնտեղ պարսիկների անունն է նորից գալիս, էլի հայերի անուն չի գալիս։ Դրա համար մենք ենք զգում, մենք ենք տեսնում, որ սա լրիվ հայկական է, բայց ոչ պարսիկներն են։ Իսկ իրենց հնարվում Այդ առողջություն չեն կարող ասել, հետո սենց ասենք։ Ավելի շատ ոչ թե հայ է ասել, այլ ասել է արիացի։ Արևմուտքից եկած, այն ժամանակները, բայց հիմա ասում են չէ, հիմա իրանք ասում են չէ, արիացիները ստեղել են, ստեղից են գնացել, արդեն հավական լող չկայցել կա։ Այնքան տոներ ունեն, օրինակ մեր ամանորը, տրնդեսը, դրանքն են այդ կրագիլայից համարև, հա, էլի հետրվար ուարգյատն լուստից կախված, ինչ բարեկեթանի նման ունեն, այդպիսի տոներ ունեն, ուղղակի ասեմ, հա, իսկ օրինակ այնպիսի տոներ կան, որ կուզենայի, որ մենք էլ ունենանք այդ տոները մեր մոտ դարիներ, օրինակ ինձ վրա, ես որ նոր եք գնացել, ինձ վրա շատ ազդեց կոչվում է Ռաքշաբանդան, դա եղբոր տոնն է, այսինքն այդ օրը քույրը ոնց որ քրոջ համար եղբոր տոն է, այսինքն քույրը այդ օրը կոչվում է Ռաքի, այդ կապում է այնպիսի մի ծիսմա, հայրոն ծիսմա, ինչ-որ զարդերով, բաներով ծիսմա է կապում իր եղբոր դաստակին, որպեսզի եղբայրը միշտ իրենից անբաժան լինի, որ եղբայրը միշտ իրենից կգնի, և իրոք բավական
դա շատ լավ, շատ սիրուն տոն է եւ բացի այդ ոչ միայն եղբորն է կապում աղջիկը, կարող է օրինակ մի տղա կա, որը շատ մոտ ընկեր է եւ այդ աղջիկը շատ կուզենար, որ այդ տղան իր եղբայրը լիներ, այսինքն եղբայր չունի, ուզում է այս տղան իր եղբայրը լինի, որ իրեն միշտ պաշտպանի չէ։ Ինքը կարող է գնալ այդ տղայի դաստակին այդ ժամանակ կապել։ Այնպես որ այդ բավական սիրուն տոներ կա նաև կանանց համար ամուսնու տոնը, այսինքն որպեսզի ամուսնու գործը հաջողակ լինի, որպեսզի ամուսինը առողջ լինի, ինչ է անում կինը, ուրեմն կա հատուկ օր այդ ամուսնու տոնի հետ կապված, ուրեմն արևածագից մինչև մայրամուտ, կինը ոչինչ չի ուտում, այսինքն պազ է պահում, ոչ խմում, ոչ ուտում, բայց նաև համեղ ուտելիքներ է սարքում ամուսնու։ Հագնում է իր ամենագեղեցիկ հագուստը, իր ամենագեղեցիկ զարդերը և արդեն մայրամուտից հետո, երբ ամուսինը գալիս է տուն աշխատանքից, նոր ինքը նստում է նրա հետ ուտելու։ Եվ սա է, որ հատկական մտածողության իրենց ֆիլոսոփայության, որ կինը իր նվիրումով կարող է սարերշում, ասենց ասենք, այսինքն կնոջ այդ ծումը կարող է հասնել աստվածներին։ Այսինքն կինը ծոմ պահի, իրեն ոնց որ զրկի այդ ուտելիքից, այդ ջրից, բացի այդ նաև անպայման նա այդ օրը պետք է սուրբ գրերը կարդա, սուրբ գրքեր կարդա, եւ դրանով ոնց որ խնդրի Աստծուն, որ ամուսնուն լինում է։ Այն մի քանի խոսք սուրբ գրքերի մասին է։ Դե այդ արդեն ուրիշ թեմա է, այսինքն շատ ծանր, շատ ծավալուն թեմա է եւ դա այդ առանձին պետք է վեդաները, ուպանիշադները, նրանք բավական Դիսկուսիայի այստեղ իմանալի, որ սանսկրիտի նաև դևանագիր են ասում, որը ամբողջությամբ հայերեն բառ է։ Հա, դևանագիր, փաստորեն այդ սանսկրիտի չէ, իրենց այբոբելին այդ հինդիի, որ սանսկրիտ գրում են, դա կոչվում է դևանագրի սկրիպտ, իրենք այդպես են ասում, այսինքն դևանագիր, Եվ Աստծուն ինչ են ասում, Աստված Դև, դևա, դա նույն մեր դիցը։ Մեր դիցը, այո։ Եվ ինչ էիք հարցրում։ Ընտանիքում համարտում դրված գրի, ինչ ընտանիքների հայկական ընտանիքի։ Հայկական ընտանիքի շատ նմանություն կա, այսինքն այնտեղ ընտանիքի պաշտոնները, այսինքն նրանք մեր նման ամուր ընտանիքներ ունեն եւ տղան պետք է ապրի ծնողների հետ, բոլոր տղաներն էլ այսինքն մեծ տան մեջ իրենց ծնողների հետ են ապրում եւ էլի իրենց մոդել են շատ ուզում, որ անպայման առաջինը տղա լինի, որդի անպայման պետք է լինի եւ այնտեղ էլ բաժանված կանանց ընդհանրապես բաժանված կին այդպիսի հասկացություն չի եղել, հիմա նոր է այդ բանը սկսել արևմուտքի ազդեցության տակ, որովհետև դա ուղղակի ամոթ էր, դա որ հանկարծ կինը բաժանված ստատուս ունենար, դա անհնարին էր, դա չէր կարելի։ Եվ որովհետև շատ վատ էին վերաբերվում, որ ամուսին չունեցող կնոջը շատ վատ էին վերաբերվում։ Դրա համար, օրինակ, եթե ամուսինը մահանում էր, այդ այրի կանանց համար կար հատուկ տաճար։ Այսինքն այդ այրի կնոջ մազերը կտրում էին, քաչալացնում էին լրիվ եւ ուղարկում էին այդ տաճարները։ Դրա համար, որպեսզի իրենք այդ լավագույն դեպքում, եթե ամուսինը մահանում էր, կնոջը ամուսնացնում էին ամուսնու եղբոր հետ։ Դա լավագույն տարբերակն էր, որ կինը կյանքից դուրս չգար։ Բայց դրա համար, քանի որ կնոջ այրի կնոջ կարգավիճակը այդպես շատ վատն էր, այսինքն ամուսին չունեցող կնոջ, այդ պատճառով շատ ընդունված էր Պարսկանում այդ արարողությունը, որ ունի սատի։ Այսինքն, երբ որ կինը իրեն նետում է ամուսնու խարույկի մեջ, այսինքն, չէ որ այնտեղ չեն թաղում, այնտեղ վիրակը վառում են, այդ վիրակի խարույկի մեջ կինը իրեն է նետում։ Երբ որ
եկան բրիտանացիները, գաղութացրեցին Հնդկաստանը, նրանք ասացին, որ սա ինչ բարբարոսական սովորույթներ ուներ և փորձեցին դա վերացնել, բայց դա անհնարին է, մինչև հիմա էլ Հնդկաստանում խուլ գյուղերում այդ սատիի օրինակները կան, այսինքն փաստերը կան, որ մինչև հիմա էլ տենց բաներ տեղի ունենում, ինչքան էլ հատուկ, օրինակ ոստիկանները գնում են, կանգնում են հատուկ արևորության ժամանակ, որ այդպիսի բան չլինի, բայց միևնույն է Իսկ ասում եք, իրենք մազիկներ են ապացուցել, որ անունների հայերի նախարարություն տասնական է, հենց հետուզ այդ դիվանագիրը, կամ դեղանագիրը լուրջ գիտականու տեղի չտալիս մտածելու Հիմա ասեն, ցավոք սրտի, մեր պատմաբանները ոչ մի լուրջ գործ չեն անում այդ ուղղությամբ, այսքան որ դնել այդ ամեն ինչ ապացուցեն, ոչ մի գիտնական չկա, որը իրոք նստի տարիներով գնա այնտեղ իրենց գրքերը ուսումնասիրի եւ այդ ամեն ինչը ասի։ Շատ ցավալի է, բայց հիմա հայերի մասին ընդհանրապես ոչ ոք չգիտի, ոչ ոք չի հիշում։ Ես որ այնտեղ Հնդկաստանում կոնֆերանսների ժամանակ պատմում եմ հայտնի հնդկահայերի մասին եւ ասում եմ, սա հայ է, սա հայ է։ Բոլորը շշմած ինձ են անում, ոնց ասում են, մենք գիտենք ռուսը, հնդիկ էր, ասում են, ոչ է, որտեղ հայ է։ Այսինքն լրիվ անուններով, բաներով ամեն ինչ ասում ես, հնդիկներն են զարթում, որտեղ հայ է։ Չէ, փորձում հակառակը համոզեն։ Ես այնպես ապացուցում եմ, որ լրիվ հայկական անուններով, բաներով ռուսինակ հայկական անուններ են, եւ սա է ցավը, որ հայերի կողմից ոչինչ չի արվում։ Եվ բացում ես օրինակ թեկուզ պատմության գրքերը Հնդկաստանի, այնտեղ քարտեզներն էլ նայում ես, օրինակ առաջին, երկրորդ, երրորդ դարի կամ մեր թվարկությունից առաջին Պարսկաստան կա, Ասորստան կա, Հայաստան չկա ընդհանրապես։ Այնպես որ որտեղ Հայաստան չեն էլ սովորում են, շատ մեր մասնագետները նոր գիտեն, որ մեր թվարկությունից առաջին Հայաստան կար։ Դրա համար սա շատ լուրջ աշխատանքի տեղիք ձեռը այլ է եւ ոչ միայն այնտեղ ամբողջ աշխարհում։ Ես օրինակ տեսել եմ Գերմանիայում տպագրված մի հսկական ալբոմ, շատ սիրուն էր, մեծ հաստ, ամբողջ աշխարհի, ամբողջ ժամանակների տարազները։ Բացում ես Հայաստան հայկական տարազ ընդհանրապես չկա։ Այնտեղ միտեղ ինչ որ գրված է հայկական մոլլա։ Ոնց որ մոլլա է, այսպես։ Բայց ոչ հայկական տարազ ոչ մի բան չկա եւ սա իրոք շատ լուրջ խնդիր է։ Մենք պիտի անենք, ով պիտի անենք։ Այնպես որ իրոք շատ կարելի է խոսել Հնդկաստանի մասին, այնքան բան կա ասելու։ Իրենց ազգային հացի մասին։ Ուրեմն իրենք ունեն տարբեր տեսակի հացեր, հաց որպես այդպեսին իրենք չունեն, կամ այդ բլիթներում, լիտոշկաներում, լոշիկ, որովհետև նրանք կամ հաց են օգտագործում, կամ բրինձ։ Դրա համար եթե պիտի հաց ուտես, նրանք քեզ հարցնում են բրինձով ես ուտելու, թե հացով։ Որովհետև ուրեմն այդ լոշիկներն նրանք ունեն տարբեր չափի եւ տարբեր անուններ ունեն, որովհետև պատրաստում են տարբեր ալյուրներից, մեկը բրինձի ալյուրից, մեկը ցորենի ալյուրից, մեկը գարու ալյուրից եւ պատրաստում են բավականին հետաքրքիր է, այդ օրինակ կլոր կրտնանգում են, հետո դա դնում են հենց այդպես դնում են գազի վրա։ Այդ գազից ինքը չէ, սկզբում թավայի վրա են դնում, երկու կողմից այդ թավայի վրա ինքը մի քիչ կարմիրում է, հետո վերցնում են, դնում են ալյուրի եւ չափի կա եւ նան, այդպիսի հացեր, սրանք այսպիսի տեսք ունեն։ Դրանք ուրիշ ալյուրից են սարք, այսինքն խմորը մի քիչ ուրիշ տեսակ։ Եթե ռոտին ու չափածին նրանք միայն ալյուր եւ ջուր, նրա մեջ ինչ-որ կարակ կա և կա այդպես։ Չէ, իրենց մոտ կոչվում է դա պանի, բայց դա ոնց որ կաթնաշորն է, լրիվ պրես արած
բլոկադայի ժամանակ մենք այդպես էինք, չէ, սարքում անունը դնում էինք բանիր կաթը, որ կտրում էինք և հետո դնում էինք պրեսիկ տակ, ինքս դրան ու այդպես է իրենց բանիրները և դա իրենք օգտագործում են ճաշի մեջ ու բավական հետաքրքիր այսքան տոմատով, կարտոֆիլով գարող ինչ-որ ճաշ ու հետո վերջում այդ խորանարդիկները պանիրի լցում են մեջ մեր ես չանակը չփորձեք, որովհետև ինքը կհավում անպայման պետք է լինի հենց այդ պանիրը, այսինքն կաթից կտրած այդ պրեսարած պանիրը, որ ինքը չհավում Մի բան ասում ես Երևանում սպեցիֆիկ հոտ է ասում եմ որովհետև ինչու է սպեցիֆիկ ոչ, որովհետև շատ զգված է նա մազերի յուղ քսել, շատ շնորհված է և իրենք այս մազերի յուղ քսած իրենք դուրս են գալիս փողոց, իրենք պրոբլեմ չունեն, որովհետև յուղը ինչքան երկար մնա, այնքան լավ մազերի համար, դրա համար հանդիպները այդպես առողջ և շատ գեղեցիկ շատ լավ մազերի համար շատված, դա կարագ չի, դա հատուկ կա մազի յուղ և դրանք տարբեր բույսերից, կա կոկոսի յուղ, կա ինչ-որ տարբեր բույսերից յուղ, ամեն մեկը ունի իր նշանակությունը այդ յուղերից, այսինքն ինչպիսի որակ մազ է, դրա համապատասխան կա յուղ, այսինքն երկի տարբեր քսել այդ մազի։ Իսկ իրենք մեզանից տենց հոտում են։ Չեն զգա։ Իրանց հոտի կողքը մեր հոտը ընդհանրապես չի, համեր մենք արիացի ենք իրան մեր կատում։ Դրա համար այստեղ որ գալիս են ուսանողները և մեր աղջիկներից շատերը տատան կինոների ազդեցության տակ ամուսնանում են հնդիկների առանց մի գիրք կարդալու, առանց կաստայական համակարգ իմանալու և ես օրինակ շատ օրինակներ ունեմ, որ Հնդկաստանում եմ տեսել, որ ամուսնանում գալիս են Հնդկաստան և տեսնում են, որ սենց նա ստոպ է իրանց մոտ, ես ուրեմն ընկել, այսքան ենթադրենք մի փոքր սենյակում ապրում են 10 հոգի, այդտեղ ուտում, այդտեղ քնում, այդտեղ լողանում, այդպիսի պայմաններում են ապրում էլ, այնպես որ կինոների ազդեցության տակ չարժի այդ ամուսնանալ, մանավանդ որ ստեղ շատ են սև հնդիկները և այս սև հնդիկ ամուսնացավ սպիտակի հետ, դա նրա համար մեծ պատիվ է և եթե ինքը գնում է իր երկիր, դա ոնց որ իրացած կաստայի ստատուսը բարձրանում է։ Իսկ իրաց կրոնը ընդունում, ոնց է, կա ինչ-որ մի կետ, որ չի կարելի ամուսնանել, ասենք քրիստոնյանից։ Չէ, քանի որ ասում են, հինդուիզմը շատ հանդուրժողական է։ Ինքը հանդուրժում է, ասում է, ինչ կրոն ուզում են լինի։ Բայց մուսուլմանների հետ մուսուլմաններ չեն ուզում, ու մեկ էլ կաստաների չեն ամուսնություն չի կարելի։ Չնայած ասում են, այդպիսի բան չկա և այլը, բայց ներդրում է, մինչև հիմա էլ այդ կաստաների մեջ ամուսնություն շատ հասնագիտ է, որտեղ չի ընդունում։ Բա իհարկե նոմ ես չէ։ Չէ, Ունեն այդպիսի բան, մի քանի օրվա բաց, մի շաբաթվա, իրենց մոտ այսպես է, օրինակ կողնեք ինչ-որ տենց բան չունեն, որ հենց սա ես 40 օրվա պասը պիտի լինի, բայց օրինակ մարդը իր մեջ է դա անում, այսինքն անհատական, եթե ես օրինակ աստծուց ինչ-որ բան եմ ուզում խնդրել, դա ոնց որ իմ ասկետիզմի մի ձև է, ենթադրեք ես չեմ կարող գնալ ճգնավորի նման այդ 2 ամիս ժայռեր քարածավի մեջ մեդիտացիա անեմ, չէ, ես դա ոնց որ իմ ասկետիզմը կասեմ այդպես, որ ես 40 օր պաստը պահել, կամ 40 օր միայն ջուր խմել, ոչինչ չեմ, դա ոնց որ այդպես, իրեք նույնպես Բացում կրոն երկիր լինելով, իմանանք բուդայականության տերևներից, վախանակար երկրներից, հնդկական բուդայականության ազդեցություն, ավազներ մնացում չէ, այսօր ինչպիսի դեր ունի, այսինքն ինչպիսի փոփոխություններ են ստացվում բուդայականության մեջ, ինչպես է ընկալում հնդիկները։ Դե բուդայականությունը չէ որ առաջացել է Հնդկաստանում։
հետո Հնդկաստանից նոր տեղափոխվել են տարբեր արևելյան երկրներ։ Եվ հետաքրքիր է, որ Հնդկաստանում է առաջացել, բայց հիմա Հնդկաստանում ընդամենը 2% է բնակչության բուդդայական։ Իսկ հիմնական բուդդայականները ապրում են արդեն Տիբեթում, Տիբեթն է ամբողջ բուդդայական, Չինաստանում կան բուդդիստներ, արդեն Այրլանդ, Մյանմար, Ճապոնիայում կան, չէ, Նեպալում հինդուներ են շատ։ Այդ Նեպալ, որ Տիբեթից փախել են տիբետցիները եկել են Նեպալ, այնտեղ արդեն դրամար բուդդայականները շատ են, բայց Նեպալի հիմնական, պաշտոնական, պետական կրոնը հինդուիզմն է հանդիսանում։ Իդեպ միակ աշխարհիկ հինդուիստական երկիրը Նեպալը։ Օրինակ Հնդկաստանը համարվում է աշխարհիկ պետություն, կոնկրետ չի նշում, որ սա հինդուիստական պետություն է։ Ինքը աշխարհիկ պետություն է, որտեղ այնտեղ բոլոր կրոնները կան։ Իսկ կլասիկ բուդդայական համակարգից, այսինքն մենք գաղափարախոսությունից Տիբեթի բուդդայականության հետևորդները ինչով են տարբերվում կամ այլ երկրների կամ փոխ ներգործությունները։ Փաստորեն, քանի որ հնդիկ փիլիսոփաները, հնդիկ ուսուցիչները գնացին օրինակ Տիբեթ եւ տարան իրենց այդ բուդդայական ուսմունքը տարածեցին։ Բայց արդեն դա այն չէ, դարերի ընթացքում դա ձեռք բերեց տիբեթյան մշակույթի տարրերը, ձեռք բերեց չինականը, գնում ես բուդդիզմը Տայլանդի, այնտեղ մի քիչ ուրիշ է, այնպես որ բարձր որ հնդկականը մի քիչ ձևափոխություն կրեց։ Հետո բուդդիզմը չէ որ արդեն էլի ինքը ճյուղեր ձեռք բերեց, տարբեր բուդդայականություն կրեց։ Որտեղ կարծում եմ ձեր բուդդիզմից ինչ-որ մեզ համար ինչ-որ կամ աշակերտի իր դասատուի հետ խոսում է շատ հետաքրքիր է, մի քանի օրինակներ Հիմա այդ օրինակներից ես դրանց չեմ հիշի։ Ուղղակի բուդդիզմն էլ այդ առանձին մի ամբողջ թեմա է, որ պետք է խոսել։ Հենց որ եթե հետաքրքիր է, առանձին կարելի է նվիրել բուդդիզմին, ինչ-որ Տիբեթին, այդ մասին կարող է խոսել։ Ինչպես է դա վերաբերվում, օրինակ Հայաստանում, նոր Հայաստան կազմակերպություն կար, կարծեմ, եւ իրենք փոխել են կարծեմ ուրիշ տեղային հիմա Ամերիկան դեսպանական մոտ են բացել եւ Տիբեթին նվիրված ցուցահանդես են ցուցադրում են տարբեր առարկաներ եւ բարբերաբար դասախոսություններ են կազմակերպվում բուդդայականության Տիբեթի վերաբերյալ եւ ինչպես է դա խրախուսում, այսինքն արևելյան մշակույթի բուդդայականության այստեղ տարածումը եւ արդյոք մենք ճիշտ պատկերացնում ենք աղում տիբեթյան բուդդայականության կամ բուդդայականության տարատեսակները արդյոք պիտի ներկայացվեն։ Ասենց ասեմ, ես ինչքան տեսնում եմ, ինչ որ ստեղ կատարվում է, պարզ է, կան մարդիկ մեր մոտ, որ հետաքրքրվում են արևելյան մշակույթով, արևելյան կրոններով եւ բուդդայականություն չեն կարող ասել, որ անհնարին է դա մեզ մոտ տարածել, բայց իր մեջ այդ ուսմունքները որ ունի, նույն այդ ռեինկարնացիայի գաղափարը, նույն են, որ պետք է միշտ խեղճդ մաքուր լինի, միշտ դու մաքուր լինես, զբաղություն չանես եւ այլն, այդ այդպիսի համամարտկային բաներ են, որ արժի իրոք, որ դա մեզ մոտ լինի, որովհետեւ մեր դրոնքների մոռացել են բաների մասին։ Ինչպես Հիմա ով է զբաղվում քրիստոնեությամբ, այ օրինակ ես իմ ուսանողներին հարցնում եմ, օրինակ մենք խոսում ենք այլ նույն թեմաներով, ասում եմ, որ ասում եմ մենք քրիստոնյա ենք եւ այլն, ասում եմ քրիստոնյա եք, ասեք Քրիստոսի 10 պատվիրանները, ոչ ոք չգիտի, դուք գիտեք։ Հա, ասեք, քրիստոնյա եք 10 պատվիրանները, ով գիտի։ Ոչ ոք չգիտի, այսինքն մենք ասում ենք առաջին պետությունն է, պետականով են ընդունել քրիստոնեություն եւ այլն, բայց մանավանդ պետական պաշտոնյաները շատ են սիրում ասել ես քրիստոնյա հայ եմ, բայց նա հարցն ես, պատվիրանները գիտես, եթե քրիստոնյա ես, ինչի ես դու այդ փողերը ամբողջ կրկնում, ինչի ես պաշտոնոտ օգտագործում լրիվ ուրիշ բաների վրա, այնպես որ մարդ եթե ասում է ես ինչ կրոնի ներկայացուցիչն եմ, ինքը պետք է ամբողջությամբ ապրի այդ կրոնով։ Այ օրինակ ես, երբ որ Հնդկաստանում եմ, ես սովետական աթեիստական դաստիարակություն ստացած եւ այլն գնում եմ այնտեղ եւ իրոք ես ապշած էի, զարմացած էի այդ ժողովրդի կրոնասիրությունից։ Ես այսինքն մտել եմ եւ հինդուիստական տաճարներ եւ սիկխերի եւ ջայների եւ բոլորն էլ մտել եմ։
Եվ ես ուղղակի տեսա, թե մարդիկ ինչ կրոնասեր են, այսինքն ինքը եթե ասում է ես հինդու եմ, ինքը իրոք հինդու է, լրիվ ապրում է այդ ասածներով, պատվիրաններով, եթե ասում է ես մուսուլման եմ, ինքը լրիվ դրանով է ապրում։ Եվ Հնդկաստանում բոլորի տանը կա այդ իրենց փոքրիկ խորանը, ամեն տան մեջ, մի փոքր սենյակում, մի անկյունում, ամենահանգիստ, ամենախաղ, ամենահետընկած տեղում կա այդ խորանը իրենց աստվածների նկարներով, չգիտեմ, քանդակներով կամ արձանիկներով, որտեղ նրանք մում են վառում, անշահորիկ հայտիկներն են վառում ամեն ջասին, եթե ինքը չի հասցնում գնա տաճար, ինքը իր տան է դա անում, այսինքն ամեն առավոտ եւ երեկո անպայման այդ ծաղիկները կդնի իր աստծու առաջ, աստվածների առաջ եւ նույնիսկ ես օրինակ որ մի ընտանիք գնացի եւ տարա մեր փոքրիկ այդպես սուվենիր խաչ էր, այդ օբսիդիանի վրա մենք շատ սիրում մեր վարպետների սարքում դա եւ այդ կինը շատ սիրով դա վերցրեց, շատ հարգանքով եւ ասեց սա էլ քո կրոնն է եւ նա բայց ասեց քանի որ մեկ է Աստվածը, սա էլ թող լինի ու ինքը դրեց դա իր խորանում, իր աստվածների արձանիկների կողքին։ Ասեց սա էլ Աստծու իմաստն է, ես ընդունում եմ սա։ Այնպես որ այսպես Բայց այդ բոլոր հավատացյալներն են, թե ֆինանսին քիչ զարգացած լինեն, ինքնից Չէ, որը ասում են, հինդուիզմը շատ հանրուժողական է, այսինքն նրանք ընդունում են, որ Աստված մեկ է, դու քո Աստվածի անունը ես ասում, ես եմ ասում, այնտեղ ոչ մի խնդիր չկա, սա է ընդունել։ Չավարտեք, երևի շատ եք հոգնել, որովհետև ինքան Կանայք ոնց են վերաբերվում ավարտ տարիքում, որ սովորաբար տղամարդիկ, սովորաբար չէ, լինում է տենց դեպքեր, որ գնում են նույնության, որ այս տարիքում, այդ գաղափարի հետ հեշտ են, համակերպում, դժվարություն։ Հեշտի դժվարի հարցը այստեղ չի, որովհետև նրանց հենց փիլիսոփայության մեջ է դա, որ այն ժամանակ այդպես է եղել, որ տղամարդը պետք է դա անի, այսինքն տղամարդը պետք է ամուսնանա, նա պետք է երեխա ունենա, նա պետք է տունը կառուցի եւ հետո այդ ամեն ինչը անելուց հետո նա պետք է գնա դառնա ճգնամուր, այսինքն կյանքի մնացած մասը նվերի Աստծուն։ Եվ կինը ուզի չուզի, նա իրավունք չունի տղամարդու հետ պահելու, որպեսզի նա նրանց շփվի Աստծուն, որտեղ ամեն ինչը արվում է Աստծո ողորմածությամբ, եւ եթե հանկարծ նա դնի գնա, ուրեմն նա գիտի, որ Աստված իրեն մի բանով կխփի ապայում։ Պես որ այսպես, բայց ասма շատ կարող ենք խոսել, ես հիմա մեջ բերեմ Բրիտանիայի փոխարքա Լորդ Կարզանի խոսքերը, որ ասում էր ես արևելքը մանավանդ Հնդկաստանը այնպիսի մի համալսարան է, որտեղ ինչքան էլ որ սովորես, միևնույն է դիպլոմ չես ստանում։ Այնպես որ սրանով սահմանափակ է, որովհետև շատ մենք ասելու Ջար եւ անհաս